Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի ղեկավար քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Աբրահամ Գասպարյանն է, բարի երեկո, պարոն Գասպարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Գասպարյան, չեմ կարող չանդրադառնալ 3 տեղի ունեցածին ազգային ժողովում, իհարկե առաջին դեպքը չէ, որ նման կատաղության նոպաներ են դրսևորվում Նիկոլ Փաշինյանի մոտ, բայց արդեն չափն անցել է ու են որ ասում է որովհետև մեկը արդեն սիրտել չունի, հա, այդ ամեն ինչ այդ տեսարանին ականատես լինի, բայց հասկանալի է նաև դառնում այն ներվը, որ կա, ինչից է վախենում Փաշինյանը, ինչի մեջ է հայտնվել, ինչ ծուղակի մեջ է իրեն գցել, ասենք երբ որ նա Հայաստանի Հանրապետության 3 նախագահների մասին խոսելիս ասում է ձեզ ոտի տակ կտամ, որ արդեն լրիվ չափերն անցնում է, էլի, եւ ասում է դե եկեք ուղիղ եթերում բանավիճենք, ինչի մասին բանավիճեն, 3 նախագահներն էլ ասել են հրապարակիր, ինչ ես բանակցել 18-ից հետո, 2018-ից հետո քո զրոյական կետից հետո, ինչ ես բանակցել, բացահայտի հրապարակի այդ թղթերը, դեռ մի կողմ, որ հետագայում պարզ կդառնա, որ միայն այդ բանակցած թղթերը չեն, որի մասին խոսում էինք, այլ կար նաև եւ բանավոր պայմանավորվածություններ եւ այլ գրավոր պայմանավորվածություններ, որոնց մասին ակնարկում է Ադրբեջանը, բայց ինչով է սա պայմանավորված։ Շատ ճիշտ նկատեցիք, որ այս նոպատիկ վիճակը ընդհանրապես իրեն բնորոշ է, բայց սա ընդհանրապես Մասկի շոուի արտաքին հատվածն է, այսինքն այն բեմականացումը, որ տեղի ունեցավ երեկազգային ժողովում, պլանավորած էր, իշխանական որոշ պատգամավորների հարցադրումներից սկսած, մինչև այն տրամաբանական ավարտին չականատես եղանք։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Հնչեց շատ կարևոր հարց։ Ի վերջո, դուք ինչ եք զիջում Ադրբեջանի եւ Ադրբեջանը ինչ է զիջում։ Այս հարցի պատասխանը չտրվեց այդպես էլ։ Ընդամենը մեկ նախադասություն, որ վերջին մեկ ամսվա ընթացքում բոլոր ԿՊԵ-ականների շուրթերից մենք լսում ենք, որ այնինչ կետերով նշված է, երկուսին էլ վերաբերվում է, հա, երկու կողմերն էլ վերաբերվում է, բայց կոնկրետ այդ հարցի պատասխանը չտրվեց։ Ադրբեջանը ինչ է զիջում սրանով։ Փոխարեն, հա։ Եթե ասում եք փոխզիջումային։ Իհարկե, փոխարեն այդ հիստերիկ բանին շոուին ականատես եղանք, բայց ինքը վարպետորեն կարողացավ հմտորեն շրջել թեման գնաց այնպիսի դռներ սկսեց ծեծել, որին մենք արդեն սովոր ենք 3 նախագահների դռները, ոտի տակ կառնեմ, չգիտեմ ինչ կանեմ եւ այլն։ Ընդհանրապես տիկին սերան աշխարհում ես որպես քաղաքագետ նաեւ գործընթացների համեմատական դաշտում, որ մշտական հետազոտությունները մարել, չի եղել երկրի որևէ ղեկավար, տեսեք, ընդդիմությունը կարող է իրեն թույլ տալ։ Դե ընդդիմությունը է, ինքն էլ ձգտում է իշխանության, նույն հիշեք այդ անձնավորության, նույն ընդդիմադիր եղած ժամանակ իրենց կրկեսային համարներ, որ երկրի թիվ 1 ամբիոնում խորհրդարանում ցույց էին տալիս։ Բայց երկրի ղեկավարը սովորաբար ծառակշռությամբ է առանձնանում, խոհեմությամբ է առանձնանում եւ ինքն իրեն լակոտի պես չի պահում։ Սա լակոտություն է, սա քաղաքական լակոտություն է, որովհետեւ պատկերացրեք համաշխարհային լրատվամիջոցները այդ կադրը վերցնեն, հարբած վիճակում կլինի, անհավասարակշիռ վիճակում, ոչ adekvat վիճակում։ Դուք իր դիմացնոտային ապարատի շարժին նայեիք, խաղ նայեիք, ինչպես էր, ինքը ոչ adekvat վիճակում էր, կամ հոգեմետ ազդեցության տակ է, դեղերի ազդեցության տակ է, կամ ալկոհոլի ազդեցություն, ինչ որ բանի ազդեցություն։ Կամ երկուսը միասին խառնել է։ Դրա համար էլ այդպիսի պորտկում տվեց, որովհետև ես անձամբ ինչ հակասություններ էլ ունենամ իմ պետության նախկին ղեկավարների հետ։ Եվ եթե այդ աթոռին լինեմ, ես այդպես չեմ արտահայտվի, որովհետև չի կարելի, դա անթույլատրելի է։ Սա նշանակում է, որ դու ոչ թե պատով ես տալիս ինչ-որ մեկին, ծեփում ես, ոտնատակ ես անում, դու քո ամբողջ պետությունը, քո ամբողջ ազգին, քո ամբողջ ժողովրդին, քո այդ սիրած Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներն ես ոտնատակ անում դրանով, որովհետև անցած 35 տարվա ընթացքում դու կերտել ես պատմություն։ Լավ, վատ, կապ չունի, սա քո պետության հիշողությունն է, քո պետության պատմությունն է։ Սա արտաքին մասով, բովանդակային առումով ես երկու մասի եմ բաժանում։ Առավել եւս, որ այդ նախագահները մինչև 18 թվականը մեզ թողել են Արցախ, Հայաստան, գրավյալ տարածքներով, նաեւ Արցախը, հա, ունեցել ենք բանակցային լավ փաթեթներ, հիմա երբ որ համեմատում ենք այն ինչ որ տեղի ունենում հիմա, այդ փաթեթները բանակցային
անհամեմատելի են ընդհանրապես, Երանի ենք տալիս, չէ՞, այդ փաթեթներից որևէ մեկին լինի Մադրիդյանը, լինի Կազանյան, փաստաթուղթե։ Պրիմակովյան տարբերակ ընդհանուր պետության սկզբունքը։ Այսինքն մենք ունեինք Արցախ ու Հայաստան, մենք Հայաստանը երբևէ իր պատմության մեջ այսքան զոհեր չի ունեցել, քաղաքական դիակներից է խոսում մեկը, հա, որը Ալիևի ոտքերի տակ է, որը Հայաստանին երբևէ որևէ ղեկավար այսքան դիակ եւ մահ չի պատճառել։ Շատ բարձ հաշվարկ կա, դու մինչև 2020 թվականը ունեիր 41750 կիլոմետր տարածք ընդհանուր 42000։ Հիմա ունես 29740 29000 իբրև թե 740։ Մի խոսքով, այսինքն դու 12000 քառակուսի կիլոմետր կորցրել ես, դու կորցրել ես քո էներգետիկ, քո ջրային ռեսուրսների գրեթե 60%-ը, կարելի ասել, դու կորցրել ես տարածքներ ու 5000 տղու գլուխ ես կերել։ Լավ, պաշտոնապես ասենք 4000, բայց 6000 հաշվանդամ ես թողել եւ այլ եւ այլն։ Այսինքն խոսել այն մասին, տեսեք, ես դրա համար եմ ասում, ուզում եմ երկու մասի բաժանել այստեղ։ Ներքին լսարանն ուղված եւ արտաքին լսարանն ուղված։ Արտաքինից եկած մեսեջները շատ բարձր են։ Արտաքինը ընդ որում երկու մասի են, երկու շերտի են բաժանում՝ ռեգիոնալ եւ համաշխարհային։ Ռեգիոնալ մակարդակում մենք տեսնում ենք Թուրքիան ինչ է տեղի ունենում։ Ես ունեմ շատ լուրջ մտահոգություն, որ եւ ես ձեր տաղավարում եմ դեռ մի քանի տարի առաջ ասել, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական լեգիտիմության միակ աղբյուրը Անկարան է եւ անձամբ Էրդողանը։ Հիմա Էրդողանը հարվածի տակ է։ Էրդողանը կհաղթահարի իհարկե բռնապետական ձևով, կհաղթահարի այս տարբերակ եւ իր վաճառանգորդ Հական Ֆիդանին կփոխանցի իշխանությունը բնականաբար դուրս կգա այս վիճակից, այնպես չէ որ ընդդիմությունը Թուրքիայում եթե առիթ լինի անպայման կխոսենք նաև դրա մասին, բայց սինխրոն են գնում Տիկին Սերանյան իրենք։ Այս ջղաձգումները ես պայմանավորում եմ առաջին հերթին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններով, որ իր արտաքին քաղաքական հովանավորի վրա կան ճնշումներ, որտեղ ինքը իր ամբողջ խաղադրույքը դրել է հենց Թուրքիայի վրա, որտեղ ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները, ոչ առավել եւս Եվրամիությունը, որևէ մեկը ոչ փաստաթուղթ է տալիս, ոչ բանավոր պայմանավորվածություն իր իշխանությունում երկարակեցությունը ավելացնելու համար։ Սա առաջին ռեգիոնալ առումով։ Դե պարզել որ եթե Թուրքիայի հետ կապերը վատ են, բնականաբար դա պիտի անդրադառնա նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Ինչու, որովհետև մենք չունենք որևէ երաշխալ, որի անվտանգության լրացուցիչ բաղադրիչի մասին է, հա, խոսքը ռուսական գործոնը մենք որոշել ենք, որ պիտի չխառնվի այս թեմային, մենք Ադրբեջանի հետ պիտի ուղիղ բանակցենք, երկկողմ բանակցություն լինի, Թուրքիան կհիշեք անցած տարվա այդ քստմնելի պատկերը, որ Նյու Յորքում հանդիպեց Էրդողանի հետ, սա գնաց գիրք նվիրեց, գիրք վերցրեց, չգիտեմ ինչ արեց եւ այլն։ Եվ այդտեղ պայմանավորվածությունը որն էր հիմնականում, որ բարեհաճի Թուրքիան ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպես ստորագրային թուղթը, որի վրա գրված է խաղաղություն, բովանդակություն էական չէ, բովանդակությունը արդեն բացահայտվեց։ Թուրքիան ինչ ասում է, ես ուղիղ ինտերվենցիա չեմ կատարի, ոչ էլ օկուպացիա կատարեմ Հայաստանի նկատմամբ, ես կասեմ Ադրբեջան ձեզ ինչ կասի, դուք դա պիտի անեք։ Այսինքն իր խնդիրը, որ Էրդողանը հիմա ճնշումների տակ է կամ խառն է, զբաղված է ներքին խնդիրներով, գումարած քրդական խնդիր, սիրիական ճահիճ ի վերջո, եւ ինքը կորցրել է հավասարակշռությունը, որովհետեւ իրեն ոչ խորհրդատու ունի։ Ամերիկյան նոր վարչակազմը Թրամփի ղեկավարությամբ ընդհանրապես որևէ ուշադրություն չի դարձնում սրանց։ Նույնիսկ միջանցքային այդ հանդիպումը, որ եղավ 10 րոպեանոց պրոտոկոլային, հա, փոխնախագահի հետ սելֆի լուսանկար արեցին։ Դա էլ ոչ մի արդյունք չտվեց։ Մակրոնը մնացավ։ Դե Մակրոնը իր հարցերը լուծում է հիմա, Մակրոնը մենք անդրադառնանք անպայման դրա, Մակրոնը որովհետև ինքը հայտնվեց այնպիսի վիճակում, որ զուտ ձևական առումով ես պաշտպանում էի իբր Հայաստանի շահերը, բայց դուք գնացիք ստորագրում եք մի փաստաթուղթ ու ինձ դրել եք շատ անհարմար դրության մեջ, դրա համար Մակրոնը իրեն ուրիշ բան չէր մնում, կամ ողջունելը այդ process-ը, որ սա է դա է։ Ավելին ասեմ ձեզ, այնպես չէ, որ ես քաղաքականապես ունեմ այն թերհասությունը, որ ասեմ, որ Մակրոնը կուրս կերծեցում Հայաստանի շահերի համար։ Չկա այդպիսի բան։ Ֆրանսիան երբեք չի առաջնորդվել այլ երկրի շահերով, իմպերիա եղել կայսրությունը, ինչպես մնացած բոլոր պետությունները։ Մակրոնի խնդիրը այստեղ Թուրքիայի հետ համատեղ եւ դարձյալ ասեմ, մամուլում այնինչ հայտնվում է, պարտադիր չէ, որ իրական քաղաքականությունը միշտ փաստի թիկունքում է լինում, հա։ Իրենք շատ լավ էլ Թուրքիայի եւ
այս իշխանության հետ պայմանավորվել էին, նաև Ադրբեջանի հետ, որ պիտի այդ մասկի շոուը կատարվի ու գլխավոր խնդիրը այստեղից ռուսական գործոնը չեզոքացնելն է, ռուսական գործոնը հեռացնելն է։ Այլապես եթե Ֆրանսիան նույն 60-ական 70-ականների անցած տարի քաղաքական մտքի հսկաները, որ իսկապես ունեցել են, հա, նույն եվրոինտեգրման գաղափարախոսները, եվրոպական միասնական շուկայի ճարտարապետները, ի վերջո իրենք շատ ավելի լուրջ խնդիրներ էին դնում Ռուսաստանի հետ համագործակցության, քան կոնֆլիկտի գնալու տարբերակով։ Հիմա բնականաբար Ելիսեյան պալատում ուրիշ խաղ է խաղում եւ դա կոորդինացված խաղ է Թուրքիայի, Երևանի եւ Բաքվի հետ, այլապես այն միլիարդավոր դոլարների հասնող ներդրումները Թուրքիան, ֆրանսիական, նաեւ արբանիակային հետազոտություններից սկսած մինչեւ վաճառքները, որ Ֆրանսիան կատարում է։ Ում Նախիջևանում էլ։ Խնդրեմ սահմանին։ Այո, իհարկե։ իհարկե։ Եվ այդ ամբողջը հետո փաթեթավորել, ասել, որ մենք ընդունում ենք ցեղասպանությունը, այդ ֆրանսիական պարֆյումի պես, հա, պարֆյումի պես, այո։ Կոկո Շանել, լրիվ այդ վիճակն է։ Սա արտաքին առումով ինչ վերաբերում է Ֆրանսիային, ներքին առումով այստեղ շատ կարևոր բան հնչեց։ Բացի այդ հիստերիկ նոպաները, որ արեց։ Ինքը արտահայտեց մի վտանգավոր միտք, որի վրա կարծում եմ հենց մեդիան պետք է կենտրոնանա։ Ինքը ասաց Ղարաբաղ չկա։ Չկա Ղարաբաղյան հակամարտություն, դուք եք ստեղծել, չգիտեմ ինչ է կարելի այլև։ Հիմա հիշեք, եթե սրան գումարենք ազգային ժողովի թքագեղձերով հարուստ նախագահ կա, մի հատ, որ աչուձախ հպարտ քաղաքացիների երեսին թքում է։ Հիշում եք ինչ ասաց, Ալեն Սիմոնյան։ Այո, ասաց, որ Ղարաբաղի պարտությունը մեր հաղթանակն է։ Շատ լավ հիշում ենք։ Բայց Փաշինյանն էլ օրեր առաջ հարցազրույցում ասեց, բանը, այդ տղաները զոհվեցին պատերազմում 44 օրը, ես հասկացել եմ, մեր անկախության համար են պայքարել։ Կինն էլ հանուն ոչնչի եւ այլ։ Եթե այս դիսկուրսը ընդհանրապես, որ կողք կողքի դնենք խճանկար մեզ համար པարզ կլինի։ Այս մարդիկ եկել են ոչ թե Ղարաբաղը քանդելու, Տիկին Սիրյանին։ Այս մարդիկ եկել են Հայաստանը քանդելու։ Ինչու, որովհետև երբ ասում ես դու Ղարաբաղ չկա, Ղարաբաղյան հակամարտությունը դուք ստեղծեցիք, սա արեցիք, դա արեցիք, շատ པարզ բան, դուք էլ շատ լավ կհիշեք, այդ տարիներին ակտիվիստ եք եղել։ Եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ, Հայաստանը այսօր առավելագույնը կունենար Բելարուսի նման կարգավիճակ Միութենական Հանրապետությունում եւ Հայաստանը երբեք ու երբեք անկախություն չէր հռչակի։ Որովհետև Ղարաբաղյան շարժումն էր այն լոկոմոտիվը, որը հասցրեց Հայաստանի անկախությանը։ Իսկ երբ սա ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, նշանակում է Հայաստան չկա։ Որովհետև Հայաստանը մինչև 90 թվական անկախության հռչակագիր 23 օգոստոսի չէր գնում այդ ճանապարհով։ Եվ 88-ի Ղարաբաղյան փետրվարյան շարժումն էր, որ հասցրեց մեզ գաղափարական, քաղաքական անգիտակցությանը, որ այո, եկել է փոխվելու պահը։ Ուրեմն խնդիրը այստեղ հետևյալն է, որ եթե արտաքին եւ ներքին մեսիջները իրար հետ փորձենք համադրել, այս երեկվա թատրոնին որ արեց, Հայաստանի երրորդ հանրապետությունը վախճանված է, ըստ սրա, եթե վախճանված է, ուրեմն կարելի է ավարը բաժանել տարբեր ուղղություններով, իսկ գլխավոր ավարը Սյունիքն է, պայմանական եմ ասում։ Որովհետև եթե դու մտել ես բանակցային process-ի մեջ, անունը դնենք բանակցություն, որովհետև Հայաստան-Ադրբեջան բանակցություն չկա կամ միակողմանի պարտադրանք, միակողմանի կապիտուլյացիայի ուղղությամբ տարվող ինչ-որ խոսակցություն։ Եթե ռեպարացիաների խնդիր է դրվում, որը կարող է փոխհատուցվել տարածքով, Սյունիքով, դու այս դիլեմայի առաջ ես, ուրիշ տարբերակ չունես։ Եթե դու Ադրբեջանին հաջողվեց դուրս բերել ռուսական գործոնը որպես Հայաստանի անվտանգության լրացուցիչ երաշխավորի բանակցային դաշտից, եթե ինքը ներգրավեց Թուրքիային այս բանակցությունները, մենք շատ լավ գիտենք, որ ոչ թե Երևան-Բաքու են բանակցում, այլ Երևան-Բաքու-Անկարա են բանակցում։ Եվ եթե այս ամբողջին եւս մեկ կարևոր հանգամանք գումարենք, որ անցած 5 տարիների ընթացքում ամբողջությամբ զրոյացվել է բանակցային այն կապիտալը, որը մինչև 2018 թվականը հենց 3 նախագահների նախկին օրոք բանակցվել էր եւ դրվել էր սեղանին եւ ուներ լրացուցիչ բազմաթիվ հնարավորություններ, բազմաթիվ փաստաթղթեր, իրավական առումով, միջազգային իրավունքի տեսանկյունից, որ դուք կարողանայիք ոչ միայն Հայաստանի անվտանգությունը ամրապնդել, այլ նաեւ Արցախի, նաեւ վերադարձի իրավունքի խնդրի մասին արդեն հետ պատերազմյան շրջանում խոսել, պատկերը ամբողջանում է, որ այս մարդիկ վերջ են տալիս այո Հայաստանի երրորդ հանրապետության իրենց ցանկությունը դա է, այլապես իրենց կաշին ինչպես պիտի փրկեն։ Հայաստանում եթե մահապատիժ լիներ,
ես վստահ եմ, որ պետական դավաճանության հոդվածով այս մարդիկ դիմահապաճ են։ Դեստերության իրենք ապրում են այդ ռեժիմում, մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ, խնդրեմ, ինչպես ԿՊԱ-ական падգամավորներից մեկն էր ասել, հələ մեզ պետք է գտնեք, որ կարողանաք դատեք, հələ փորձեք մեզ գտնել, էլի հետո այդ ամեն ինչից հետո որ կարողանաք դատել։ Մի բանի մասին եմ ուզում խոսել, ես շատ հաճախ լսում եմ եւ ադրբեջանցի փորձագետներին, իսկ այնտեղ փորձագետ ասվածը այդքան է տեղի ներկայացուցիչ Ալիևյան ադմինիստրացիայի խոսող գլուխներին եմ լսում, որովհետև նրանք այդ թեզերը տարածողներն են հիմնական, Ալիևյան թեզերը, եւ շատ բան է հայտնի դառնում այդ բանակցություններից։ Նաեւ լսում եմ այստեղ հակառուսական որոշ շրջանակների, օրինակ աղքի շրջապատում մեկը կա, որ ինչ որ մի երիտասարդ ինչ որ անվտանգության հարցերով փորձագետ է ներկայանում, ինչևէ անունը չտամ իզուր չփիառենք նախկին ուսանող է ոչ ինձ անելու բան ունեիք այսենց հետո մի խոսքով ասենց ինքը խոսում անեց ոնց որ բանը Ջեֆրի Սաքսն է էլի խոսում կամ Շայմերն է խոսում կամ որևէ չգիտեմ մեծ մտածող է խոսում ինչևէ շատ հետաքրքիր է լսում եմ ադրբեջանցու այդ խոսակցությունը նա ադրբեջանցուն ինչ է ասում է պետք է շատ արագ անել այս պայմանագիրը ստորագրել, ասում է։ Այս թուղթը պետք է շատ արագ ստորագրել, որովհետև հեսա Ռուսաստանը Ուկրաինայի հարցը վերջացնում է ու գալիս է այստեղ, այնպես որ ասում է Ռուսաստանը կգա այստեղ կոնֆլիկտ կհրահրի, որ իր ազդեցությունը տարածի, թափով գալու է, դրա համար պետք է շատ արագ անել, ընդ որում պետք է այդ թուղթը ստորագրել մինչև Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը գնան մայիսի 9-ի շքերթին մասնակցելը Մոսկվայում ադրբեջանցին ասում է, բայց գիտեք ինչ կա ասում է, պահանջներ կան, պայմանավորվածություններ կան, հոմիայն դա չէ, հա, ըստ էության ակնարկում է, որովհետև այլ ադրբեջանցիներ էլ հստակ ասում են, այս թուղթը ընդամենը Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ղեկավարները խնդրել են, մեր մյուս պահանջները չներառենք, որ հայ ժողովուրդը չըմբոստանա։ Հետևաբար, այսինքն երբ որ ասում ենք Ադրբեջանը ինչ է զիջել, ադրբեջանցիք ասում են մենք էդ ենք զիջել։ Խնդրել եք ամբողջ պահանջները այս թղթի մեջ չտանք, որովհետև այս թուղթը մի օր կբացեք, ձեր ժողովուրդը կտեսնի ձեր դեմ շուռ կգա, հա, ձեզ կհոշոտի, մենք ձեզ խնայել ենք։ Ամբողջությամբ չեն գրել, բայց այս ադրբեջանցին ինչ է ասում, ասում է մենք ձեզ չենք վստահում, ինչպես մեր ղեկավարը ասում է, ասեց, ձեր նկատմամբ կա անվստահություն։ Եվ այդ Արեգ Քոչինյանը ինչ է ասում, ասում է, բայց դուք մեզ վրա ունեք լծակ, դա Թուրքիան է։ Եթե ենթադրենք, ասում է, ստորագրելուց հետո, այս թուղթը ստորագրվեց, ենթադրենք, սահմանադրության փոփոխության եւ այլ պահանջները, որ դրել եք, պայմանավորվածություն եք ձեռք բերել, հանկարծ Հայաստանը չարեց, բայց դուք ասում եք լուրջ լծակ, ռիչակ ունեք Հայաստանի դեմ։ Դա Թուրքիան է, որով կարող եք ճնշում գործադրել եւ փաստորեն հասնել ձեր նպատակին։ Սա են սրանք քարոզում։ Ասում են Թուրքիայով կարող եք մեզ ճնշել, եթե չանեն Հայաստանի ղեկավարությունը ստորագրելուց հետո հանկարծ չանի ձեր պահանջները։ Դուք հասկանում եք։ Ես անկեղծ ամեն մակորդի հայտարարություն չեմ մեկնաբանի, բայց ցավոք սրտի որ այդպես այսինքն լուրջ բանել չէինք էլ ակնկալում։ Մարդիկ, որոնք 7 տարի, 10 տարի այդ դրա մասին են խոսել, ես պիտի չակնկալեմ, որ ուրիշ բան պիտի ասեն, Տիկին Սերանյան, անկեղծ եմ ասում։ Չէ, բայց բացահայտ ասել, որ Թուրքիան կգա, որ չանի հանկարծ։ Իսկ իրենց տրեյնինգների ժամանակ կամ Ժնևում, կներեք, Վիեննայում, Թբիլիսիում եւ Իզմիրում թուրք եւ ադրբեջանցի գործընկերների հանդիպումների ժամանակ փակ մոդսենյակներ իրենք ուրիշ ինչ էին ասում։ Ես դրանք էլ գիտեմ։ Ինչ էին ասում։ Ով ինչ է խոսել։ Օրը կգա կբացահայտենք, ով որտեղ ինչ, ում, որ թվականին, որ հյուրանոցում, ինչ է ասել Արցախի եւ ընդհանրապես Հայաստանի հետ կապված։ Այնպես որ ես չեմ զարմանա իրենցից։ Հիմա իրենց խնդիրը ուրիշ բան է։ Սրանք թութակներ են ընդամենը։ Փողը տալիս են խոսում։ Փողը կտրվի վաղ ուրիշ տեր են ման գալու։ Չզարմանաք, եթե սրանցից որևէ մեկը վաղը մյուս օր Բարսելոնա ազգային ժողովի ամբիոն հենց Նիկոլ Փաշինյան կոչեցյալ գլխավորությամբ եւ հայտարարի այդպես էլի պաթոսով, մեզ են չէ ասում, մենք որ պետության շահերն ենք պաշտպանում, ասում են մենք պաթոսով ենք խոսում։ Կանգնելու են ասեն, դուք ուրախացեք, որ Ադրբեջանը մեզ զիջել է,
Հայաստան պետության գոյության իրավունքը։ Այս ամբողջ process-ը դրան է տանում։ Թուրքիա կբերեն, չգիտեմ, սա կբերեն, լծակ ունեն, չունեն։ Ինձ այս ամեն ինչը Տիկին Սերանյան շատ վատ բաներ է հիշեցնում արևելքից։ Այստեղ բրիտանական ձեռագիր կա շատ հստակ այս ամեն ինչի մեջ։ Նույն քաղաքականությունն է հիմա ես նույն համեմատական կոնֆլիկտոլոգիայի դաշտում, որ գնում եմ 40 տարի, 50 տարի հետ, 30-40 տարի հետ, թե ինչ է տեղի ունեցել, նույն նարատիվները, նույն ստրատեգիան, ժողովուրդների այսպես կոչված հաշտեցման, ժողովուրդների միջև պատերազմները ստեղծելու սա անելը, նույն ձեռագիրն է գնում եւ ամենավերջում ասեմ ձեզ, այո, Հայաստանի գոյության իրավունքը դա Ադրբեջանի ամենամեծ բարեհաճությունն է լինելու մեզ։ Նարատիվը դա այդպես է կառուցվում, այդպես են տանում, այդպես փլուզեցին մի ամբողջ պաղեստինյան դատ իրենք ընդհանրապես։ Բարձրացրին միջազգային ամբիոններ, մի քանի այսպես աչք շոյող, սիրտ շոյող, հոգի թեթևացնող, այսպես հովացնող բանաձևեր ընդունեցին, բայց իրականում լրիվ ուրիշ խնդիր լուծեցին։ Սյունիք, հանքեր, լոգիստիկ հնարավորություններ, հակաիրանյան բլոկ, սա է ամբողջ խնդիրը, որքան Ռուսաստան-Իրան մերձեցումը հետաձգվի եւ բաժանվի, տարբաժանվի, որքան այդ երկուսի արանքում անվտանգային առումով հավասարակշռված մոտեցում չլինի, այսինքն Սյունիքի առումով, այդքան իրենց ավելի ձեռնտու, որովհետեւ ամբողջ խնդիրը իրենց Նախիջևանից մինչև Զանգելան անկայուն վիճակ ստեղծելն է, նվազագույն պլան մինիմումը անկայուն վիճակ ստեղծելն է, առավելագույն պլանը կտրել այդ տարածքը եւ մեկ գոտի ստեղծելը։ Սա է խաղը, մնացած ամեն ինչը լոլոներ են, հեքիաթներ են։ Թե չէ Արցախը մեկ բոլորս էլ գիտեինք, չէ, որ Արցախի հարցը վաղ թե ուշ կամ պատերազմով պիտի լուծվի կամ բանակցային ճանապարհով։ Սա ուրիշ տարբերակ չկա, որովհետեւ խնդիր դրված չէր առհասարակ Սյունիքի պատկանելության։ Հիմա մենք Սյունիքի պատկանելությունն ենք վիճարկում, ասելով, որ Սյունիքը հայկական է։ Ինչ է նշանակում Սյունիքը հայկական է։ Այսինքն նույնիսկ երբ որ դու դա բերում ես քո խոսույթ, դու սկսում ես ռոպագանդել, ազատել ու մեդիան դիրքավորում է այնպես որ խոսենք մեր Սյունիք, ինչ է, նկարենք Սյունիքը, հա, որպես հուշ, որպեսի մնա։ Իրենք հիմա այդ դրան են հասել, այսինքն մենք ներսում քննարկում ենք Սյունիքի հայկականության խնդիրը, դա արդեն իսկ հստակ մեսիջ է, որ դա արևմտյան Ադրբեջանն է։ Ըստ սրանց եւ ըստ պաշտոնական Բաքվի բնականաբար։ Մի օրինակ բերեմ, եթե ժամանակ ունենք արևելքից։ Յասեր Արաֆատ, Պաղեստինյան ազատ agrarական կազմակերպության ղեկավար, երկարամյա եւ Մերձավոր Արևելքի Չե Գևարան, որը Պաղեստինյան դատը իր ուսերի վրա տարավ։ Երբ որ ինքը այն ժամանակվա Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի հետ շատ լուրջ հակասություններ ունեցավ, շատ լուրջ, մեկ մյուսին ատում էր, թշնամական հարաբերություններ ունեին։ Այնպես ինչպես Արցախի իշխանությունները եւ Հայաստանի այսօրվա իշխանությունը ատում էին, հա, ինձ։ Մի անգամ Հաֆեզ Ասադը երբ որ Լիբանանում 15-ամյա քաղաքացիական պատերազմ էր եւ Հաֆեզ Ասադի ամբողջ խնդիրը պաղեստինյան կազմակերպություններին չեզոքացումն էր Լիբանանից։ Մեկ էստեղ էր խաղում, մեկ այդտեղ էր խաղում եւ այլն։ Մի անգամ նա Յասեր Արաֆատին ասաց հետեւյալը. Պաղեստին գոյություն չունի։ Առավել եւս պաղեստինյան դատ գոյություն չունի, նարատիվներ տարեք, այսօրվա մեր իրականության հետ։ Գոյություն ունի հարավային Սիրիա։ Քարտեզ որ պատկերացնեք, Պաղեստինը ներքևն է։ Արաֆատն էլ բնականաբար պատասխանեց, որ Սիրիա գոյություն չունի, մնացած ամեն ինչը հյուսիսային Պաղեստին է, հա։ Հիմա Ալիև Փաշինյան երկխոսության ամբողջ իմաստը փորձեք հասկանալ։ Չկա արևելյան Հայաստանը որտեղ է, հա, Տավուշն է, արևմտյան Արմավիրն է, չգիտեմ ինչ է, նույն խոսքը փորձենք զուգահեռներ անցկացնել եւ հասկանալ թե Ադրբեջանը ինչ ասում, չկա Հայաստան։ Կա արևմտյան Ադրբեջան։ Այստեղ է որ ասում եմ Հայաստանի գոյության իրավունքը սա մատուցելու է որպես մեծագույն փոխզիջում, որ Ադրբեջանը զիջել է մեզ դրա համար։ Այսինքն Ադրբեջանը պետք է որոշի Հայաստանն լինելու է թե ոչ։ Այո։ Դա այլով է որոշելու։ Ըստ սրանց ես մեր մասին չեմ խոսում։ Իրենք կարող են ասել, այստեղ կարևոր միայն իրենց ասած չէ, կարևորը մենք ինչ ենք ասում։ Մենք որպես հայ ժողովուրդ սրան ի պատասխան ինչ ենք տալիս։ Ես վերլուծում եմ վիճակը։
Եվ կանխատեսում եմ այն ինչ որ լինելու է, որովհետև նույն խաղը թուրքական դիվանագիտությունը խաղացել է քրդերի հետ բոլոր ժամանակներում։ Խաղացել է արաբական երկրների հյուսիսային այդ ամբողջ գոտիների հետ Իրաքում, Սիրիայում, նույն խաղը խաղացել է Լիբանանում, խաղացել է թուրքոմանների հետ, խաղացել է չերքեսների հետ դեռևս 19-րդ դարից սկսած եւ այլն։ Ես գիտեմ այս ամբողջը դրա համար եմ ասում։ Վստահորեն, որ սա ներկայացվելու է որպես մեծագույն զիջում մեզ։ Նարատիվի, փաշինյանական նարատիվի կամ նիկոլիզմի տրամաբանական ավարտը սա է լինելու։ Մեզ մատուցել են թուղթ, ասելու են խաղաղությունը, բայց տեսեք, մենք Հայաստան պետության գոյության իրավունքն ենք վաստակվել սրանով։ Երեք Էրդողանը որ հայտարարություններ է արել, բառացի մեջ բերեմ, ասում են մենք մեր ռազմավարական գործընկերների հետ կկառուցենք զարգացման եւ առևտրային միջանցքներ Ասիայի, Մերձավոր Արևելքի եւ Եվրոպայի միջև Կասպից ծովում Զանգեզուր կենտրոնով։ Բառացի ասում է սա։ Այս աղքի շրջանակի այդ երիտասարդները, հակառուսական շրջանակները, Փաշինյանի այդ թեզերը տարածողները, այստեղ այդ թուրք-ադրբեջանական նարատիվները տարածողները, իրենք ինչ են ասում, ասում են Հայաստանի համար թիվ 1 խնդիրը հայ-թուրքական սահմանի բացումն է, որ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնենք եւ Թուրքիայով էլ արևմուտքի հետ, հա, զարգացնենք։ Հետևաբար, երբ որ նրանք ասում են Թուրքիայով մեզ ճնշեք, դուք կարող ճնշեք հանկարծ եթե Հայաստանի ղեկավարը ստորագրելուց հետո շեղվի պայմանավորվածությունները չանի։ Ասում է, որովհետեւ մեր համար այս ամեն ինչի մեջ թիվ 1 խնդիր գոյություն ունի։ Թուրքիայի հետ սահմանի բացում, Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացում։ Մենք գիտենք, Թուրքիայի տնտեսությանը մենք պետք չենք, կլանելու է եւ վերջ, այսինքն քաղաքական նպատակներով քաղաքական էքսպանսիա է ենթարկելու։ Թուրքիային է պետք։ Մեզ տնտեսապես առանձնապես ոչ մի բան չի տալու, տնտեսական հաշվարկներ կան։ Հայ-թուրքական սահմանը մենք ենք փակել, պարոն Գասպարյան, ոչ Թուրքիան։ 93-ին։ Հետևաբար ինչպես փակել են, թող այդպես էլ բաց են, եթե իրենց պետք է։ Ընդ որում կներեք մի փոքր մեջբերում այստեղ նոյեմբերի 11-ին 20 թվականին ես իմ վերլուծականում հենց այս օրինակը բերեցի նշելով, որ 93-ին երբ որ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը, ինչ պատրվակով Քարվաճարի հարցով։ Մա Քարվաճարից հայկական զորքերը դուրս են եկել, պայմանադայր չէ, թող բացեն։ Սահմանը փակվել, դե մինչև այդ ալյուր են անցել, ցորեն են տվել, չգիտեմ ինչ են արել եւ այլ, այդ բոլորը հասկանում, օթային սահմանը բաց էր, հետո փակեցին։ Ասացին, որ այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Թանսուչիլերն էր, եւ նախագահ Թուրգուտ Օզալի հետ կապված հիմա մի բան էլ կասեմ։ Իրենք ասացին, որ սահմանը փակում ենք, որովհետեւ հայկական ուժերը Հայաստանը ագրեսիայի է դիմել եւ գրավել է Քարվաճարը։ Հայկական բանակը կամ հայկական զորքեր դուրս եկան Քարվաճարից, թող բացեն։ Թող բացեն։ Սրա մասին ոչ ոք չի խոսում։ Ահ կա մնացածն եւ այլն, ու առհասարակ դες մի բան ասեմ, բրիտանական Chatham House-ում 2 տրեյնինգի մասնակցած մարդը, որ մի ամբողջ պետության անվտանգության խորհրդի ղեկավարը լինում, հա, ռազմավարությունը մշակում եւ այլն։ Դա սնանկություն է, մեղմ եմ արտահայտվում շատ, որովհետեւ դա դժբախտություն է։ Դա վերջն է։ Տրեյնինգների, սեմինարների մասնակցելով պետության անվտանգության խորհուրդ չեն ղեկավարում, որովհետեւ դա մի համալիր գործողությունների, տեսությունների եւ ռազմավարությունների այսպես ամբողջությունը ֆիլտրացում է եւ այլն, որը ոչ թե տվյալ բայի խնդիր, իրադարձային խնդիր պիտի կարողանա վերլուծել, մեկնաբանել կամ լուծել, այլ ռազմավարական առումով 15-20 տարվա կտրվածքով ինչ հայեցակարգ պիտի կարողանա մշակել, ինչը մենք չունենք բնականաբար։ Օզալի հետ կապված եւ ընդհանրապես հայ-թուրքական սահմանի հետ կապված մի հետաքրքիր բան ասեմ։ Բազմաթիվ թուրք առաջադեմ քաղաքագետներ, մտավորականներ, որ այս մասին նաեւ գրել են, Հայաստանի հետ ստեղծվել էր մի վիճակ, որ այո, Թուրքիան զորքերը մտցնելու է Հայաստան։ Եվ եթե չլիներ ռուսական ԶՍՊՕ գործոնը, նույնիսկ եւ կազմակերպված խորհրդային միության իրավաժառանգորդ Ռուսաստանի, հա, կապ չունի։ Եվ եթե չլիներ Ստամբուլում, այն ժամանակ Ստամբուլում էր, հետո Անկարա տեղափոխվեց, Ռուսաստանի դեսպանի հայտնի հայտարարությունը, որ ոտներդ կջարդենք, այս կոնտեքստով մոտավորապես Թուրքիան այո հարձակում էր եւ սրա մասին նույն Հունաստանի պաշտպանական տարբեր շրջանակներ են խոսել, որ այո Թուրքիան պատրաստվում էր ռազմական ներխուժման Հայաստանի 92-93 թվականներին։
Հայաստան Հունաստան դեսպանելը գրել իր հուշերում այդ մասին, այնպես որ մենք բան չենք հորինում էլ այս փաստերը։ Այն ժամանակ Օզալ մի այսպիսի արտահայտություն արեց, որ եւ մինչեւ օրս չգիտեմ դա ուրախություն թե ի դժբախտություն իրենց եւ այլն, բայց ամենայն դեպս ժամանակ մեր օգտին է աշխատել։ Այն ժամանակ Օզալը շատ համարձակ քայլ էր արել, միտք էր առաջ քաշել, որ Հայաստանում եթե մենք 1 միլիարդ դոլարի ներդրում անենք, մենք ամբողջ հայկական հարցը կլուծենք։ Այն ժամանակվա 92 թվական պատկերացրեք սահման փակելու փոխարեն սա անեն եւ Օզալը հենց այն մարդն էր, որ Էլչիբեին խորհուրդ տվեց չթողես հայերին Ղարաբաղում զենք բարձրացնեն։ Եվ Էլչիբեի չլսեց, բնակ մենք այդ սխալներից օգտվեցինք, հա, այսպես ասեմ։ Նու հետո շատ առեղծված այն մահով մահացավ Օզալը եւ քրդական հարցի հետ կապված որոշ խնդրահարույց մոտեցումներ եւ այլն։ Ասել կուզի Թուրքիայի համար այո մենք գրոշի արժեք չունենք որպես տնտեսություն։ Թուրքիայի համար մենք պետք ենք որպես տարանցիկ ճանապարհ, ոչ ավելի։ Հստակ ասել է։ Ասել է։ Բայց մի բան էլ ասեմ։ Թուրքիայի այս ծրագիրը երբևիցե չի փոխվել վերջին 120 տարում։ Սա ֆիքս ենք։ Եթե մենք այդ աքսիոմատիկ ճշմարտությունները հայ-թուրքական հարաբերություններում ընդունում ենք, ուրեմն մենք չենք վիճում մնացած հարցերի մասին։ Ինչու՞, որովհետև դու որպես պետություն, որպես ռեակցիոնիստ պետություն, դու ընդհանրապես ռեակցիա ես տալիս։ Եվ երբ որ խնդիր է հռչակում հայ-թուրքական սահմանի բացումը, հայ-թուրքական սահման կներեք մենք 21-րդ դարում ենք եւ այո սահմանները շատ մեծ, բաց սահմանները շատ մեծ նշանակություն ունեն տնտեսությունների զարգացման առումով, բայց չմոռանանք, որ մենք 21-րդ դարի 3-րդ տասնամյակը արդեն տեխնոլոգիաների դար է եւ դու եթե կարողանում ես Ամերիկայում այստեղ նստած վիճակ փոխել, պարտադիր չէ քո ամբողջ անվտանգությունը զիջես հանուն այդ թուրքական սահմանի բացման։ Առավել եւս որ շատ հարց է, շատ մեծ հարց է Տիկին Սերանյան։ Դու ելք ունենալու ես դեպի Սևծով, անխափան, թե ոչ։ Դրա մասին խոսք գնում է։ Որևէ մեկը խոսում է, որ դու որպես landlocked state, հա, դեպի ծով ելք չունեցող երկիր եւ միջազգային իրավունքի համապատասխան նորմերով, Ժնևի կոնվենցիաներով, Վիեննայի կոնվենցիաներով դու իրավունք ունես օգտվել անխափան այդ ճանապարհից, մենք միայն Վրաստանից ու Իրանից ենք օգտվում, էլի այդ առումով, որովհետեւ դու փակ երկիր ես, դու չունես ելք դեպի ծով եւ այդ հնարավորություն Թուրքիան քեզ թողնելու է։ Դու խոսել ես ընդհանրապես որևէ առումով այդ մասին։ Չէ, իրենք են քարտեզները։ Բայց ինչ է Զանգեզուրը դնում զոհասեղանին։ Որովհետև նույնքան էլ իդեպ կարևոր է միջանցքը, եթե միջանցքները այդքան կարևոր չլինեին, Թրամփը այդքան չէր կոտորի իրեն, հա? Այս աշխարհում ավելի կարևորվում են հենց միջանցքները։ Իհարկե։ Եվ այստեղ մենք գործ ունենք աշխարհակահաղական երկու կարևոր կոնցեպտի հետ։ Առաջին ծովեր vs ցամաք, ծով vs ցամաք, որովհետև Միացյալ Նահանգների ամբողջ խնդիրը ծովային միջանցքների նեղուցների նկատմամբ վերահսկողություն սահմանելն է։ Գազայում պատերազմը եւ նեոկոնսերի ամբողջ ծրագրի իմաստը հենց նաեւ դա է։ Այո։ Այլ ընտրանքային ճանապարհ ստեղծել է։ Եվ երկրորդը ռուսական գործոնը, որը ցամաքային միջանցքների նկատմամբ վերահսկողություն սահմանելն է ուղղված։ Դրա համատեքստում պետք է հասկանալ նաեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը։ Այսինքն Թուրքիան մտածեք ինչ անում։ Թուրքիան Չինաստանին մտցնում է որպես խաղացող, հավասարակշռող կամ հակակշռող ամերիկյան կամ ռուսական գործոնին Սևծովում, որովհետև Ստամբուլի կանալն են կառուցում։ Որ հետո միջնորդ հանդես գա ու փորձի ինչ-որ առևտուր անել հարցով։ Մա գույցուն ունի Մոնտրոյի պայմանագիրը 1936 թվական, որը Սևծովով նավարկող բոլոր նավերին անխափան մուտք ու ելք է ապահովում։ Դա միջազգային պայմանագիրը խոսքը Բոսֆորին եւ Դարդանելին է վերաբերում, հա, այսինքն ռուսական նավատորմը եթե պիտի անցնի Սևծովով ու այդտեղով պիտի անցնի, հիմա Թուրքիան ստեղծում է դրան այլընտրանք, որպեսզի պարտավորված չլինի այդ պայմանագրի կետերով եւ պետք եղած դեպքում, հարկ եղած դեպքում փակի կամ բացի ռուսական գործոնը առաջ։ Ռուսաստանն էլ որպես հակակշիռ այդ ծորակը մի տեղը բացում ես, պիտի գնաս Զանգեզուրով, չէ, Սյունիքով, այսպես ասած։ Ռուսաստանն էլ ձեռքը պիտի դնի այստեղ, որպես ինքը կարողանա այս ծորակի վրա կոնտրոլ անել։
Եվ նույն տրամաբանությունն է գործում նաև նույն Սիրիայում, այսինքն կոնֆլիկտային բոլոր այն կետերում, որտեղ ռուս-թուրքական, ամերիկա-ռուսական շահերի բախում ենք մենք նկատում։ Այսինքն ցամաք VS ծով ծոցի արաբական երկրներ խնդրեմ։ Բաբ ալ-Սալամ, Հորմուզի եւ Բաբ ալ-Մանդեբ միջանցքների, հա, ծովային, այսպես ասած, Իրանի վերահսկողությունը, Եմենին ինչի են խփում հուսիներին, որտեղ նստած են դրա վրա, որ հանկարծ ու հանկարծ համաշխարհային առևտրի մեջ նավթ տեղափոխող նավատորմի, այսպես նավերի, այսպես ասենք, հածանավերի շարժը եթե դադարեց, եթե կանգնեց, Ամերիկան դնելու է խփի։ Որովհետև այդ միջանցքների նկատմամբ շատ զգայուն մոտեցում կա։ Այո, հիմա առավել եւս դրա համար եմ ասում։ Նույնն էլ մեր տարածաշրջանն է վերաբերում։ Հիմա ուստի երբ Թուրքիան ասում է, որ մենք պիտի կարողանանք սա անել, դա անել, ավելին ասեմ ձեզ, Թուրքիայի հերահար նպատակը նաև դեպի արևմուտք գնացող, ուղիղ գծող, հորիզոնական գծով Բալկաններն է։ Աշխարհաքաղաքական այսպիսի մոտեցում կա, դա հորիզոնական եռանկյունու սկզբունքն է։ Շատ պայմանական եմ ասում, Անկարան այստեղ է, պաշտոնական Անկարան, այս երկու կողմերը մեկը Բալկաններն է, ու մասնավորապես Կոսովո։ Եվ այստեղ Ադրբեջանն է, որը ճանապարհ է հարթում դեպի արևելք, այսինքն Թուրքիայի համար եռանկյունու այս երկու թևերը ռազմավարական խորության նշանակություն ունեն Բալկաններ եւ Հարավային Կովկաս։ Դա է պատճառը, որ այս եռանկյունի մեջ ինքը դառնում է էներգետիկ հաբ այս տարածաշրջանում, ռեգիոնում, բոլոր լոգիստիկ հնարավորությունները անցնում են իր տարածքով, բոլոր անխտիր։ Եվ ինքը թույլատնում է կախվածությունը առհասարակ ռուսական գործոնից։ Թեև ինքը Ռուսաստանն էլ է խաղացնում, այնպես չէ որ չխաղացնում։ Ինքը բալանսավորումը կարողանում է ապահովել ատոմակայան կառուցելու ամբողջ տենդերը, այսպես զիջելով ռուսներին, բայց միայն այդքանով։ Այստեղ շատ կարևոր հարց կա, այո, այս ռազմավարական խորհրդության վրա Զանգեզուրի խնդիրը։ Միայն Հայաստանում չեն խոսում, գիտեք, չէ, իշխանական մամուլը չխոսում դրա մասին, ադրբեջանական մամուլը, առավոտի ցիրիկում դրա մասին է խոսում, որ այս ինչ օրը պաշտպանության նախարար, առևտրի նախարար։ Տեսանյութեր են ներկայացնում, արդեն այս փուլին ենք հասել, այս փուլին ենք հասել եւ այլն, թունել ենք կառուցել, երբ են բացելու ժամկետներ են նշում։ Տրանսպորտի նախարարը Թուրքիայի քանի անգամ ասաց, որ Ադրբեջանում պետք է որոշվի Զանգեզուրի միջանցքի երթուղին ամբողջ։ Վերջացավ, այսինքն իրենք հարցերը լուծել են։ Հարցերը լուծել են այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի վերջնականապես չեն հանել։ Հիմա խնդիրը դա է, այո։ Երկու մայրաքաղաք դեռ պաշտոնապես չի ջղայնացել այս հարցում։ Իրանը եւ Թեհրանը։ Թեհրանը, բայց բավական կոշտ է, Արաքչին էլ շատ հասկանալի է, այդ բոլորը, բայց դեռ չեն ջղայնացել, որովհետև այդ ջղայնություն ես նկատի ունեմ կոնկրետ ակտիվ գործողություններ, որովհետև Իրանի քթի տակ մեր ողբերգությունը հենց այդտեղ է լինելու, որ մենք մեր пассив դիվանագիտությամբ աչալուրջ չլինելով նաև իրանական կողմի մտահոգություններին, մենք Սյունիքը վտանգելու ենք Տիկին Սերանյան, դարձնելով տարբեր զինյալ խմբավորումների բախման, ոչ թե դիվանագիտական կամ պետությունների, շահերի բախման, բայց Իրանը կդարձնի այս տարածաշրջանը քաոս, եթե իրապես Սյունիքը անվտանգային առումով սպառվել կհանդիսանա իր համար։ Որտեղ դա իր համար կենսական նշանակություն ունի, իր կյանքի հարցն է։ Կներեք, ինչ է անում Ֆրանսիայի դեսպանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հիմա էլ մեղրի է հասել։ Ինչ գործ ունի, ինչու է այսքան քիթը մտցնում այս ներքին հարցերի մեջ, հա։ Մեկ ինչ որ Փաշինյանն է պաշտպանում ասելով, որ Փաշինյանը Պրահայում չի ստորագրել բանի Արցախա-Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ, երբ որ Մակրոնն ինքն է հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ պատմել բազմիցս եւ այստեղ պատմել են մարդիկ, թե ինչպես է Մակրոնը Պրահայից հետո, Պրահայի այդ գործարքը ստորագրելուց հետո Փաշինյանը Մակրոնը պատմել է, ասել է զարմացած եմ, որ ոչնչի դիմաց Փաշինյանը հանձնեց Արցախը։ Հիմա դեսպանը, իր դեսպանը Հայաստանում, հա, Փաշինյանն է պաշտպանում, գնում է երեք մեղրի երկաթգծի մոտ են լուսանկարներ արել, հրապարակել։ Ամենայն հարգանքով դիվանագիտական ռանգ ունեցող պարոն դեսպանի
նկատմամբ, բայց կարծում եմ, որ մի փոքր իրեն վերապահված դերից ավել ինչ-որ ակտիվություն է ցուցաբերում նա։ Դա պետք է դիտարկել բացառապես տվյալ համատեքստում։ Ելիսեյան պալատը 3 Մակրոնի հայտարարությամբ որոշեց 2 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել Ուկրաինային, այսինքն գնում են սրելու։ Դրան ինչը նախորդեց, դրան նախորդեց Շոլցի, պոպուլիստ Շոլցի պաշտոնազրկումից հետո ի վերջո ընտրություններով պաշտոնազրկվեց, Մակրոնը վազեված գնաց սպիտակ տուն, չէ՞։ Ինչու գնաց։ Գնաց, որ ալիք իրեն չհասնի։ Ի վերջո Գերմանիա այցել, դու առաջի լոկոմոտիվները հասկացան, Գերմանիա իր գլխի ճար կդեն։ Հիմա ինչ է գնացել անելու։ Արդյոք ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակիցը Ֆրանսիան, հա, միջուկային պետություն, միջուկային պետություն կկարողանա ինքնագլուխ որոշում ընդունել, հակադրվելով պաշտոնական Վաշինգտոնի այն մոտեցմանը, որ մենք դադարեցնում ենք։ Ոչ թե օգնությունն ենք դադարեցնում կա, այլ հիմա բանակցության փուլ է, մենք գնում ենք Մոսկվայի հետ խոսելու Ռիադում։ Գոնե պատերազմական գործողությունների ժամանակավոր, չգիտեմ, ինտենսիվացման պակասեցում, հա։ Արդյոք Ֆրանսիայի նման պետությունը չունենալով համաձայնություն Միացյալ Նահանգներից կգնա այդպիսի քայլի։ Թե Միացյալ Նահանգներին ձեռնտու է, որ այո, ինքը ոչ մի կոպեկ փող չտալու, Եվրոպա դու կրի պատասխանատվությունը, դու վերցրու քո վրա։ Դա ըստեյության գցել է Եվրոպայի ջեբն է գցել։ Իհարկե, Եվրոպայի գրպանն են գցել եւ հիմա շարունակում են փաստորեն գցել, հենց դրան է ուզում գալ, որ եթե Թրամփը դադարեցնում բոլոր տեսակի օգնությունները, ռազմական օժանդակությունը, ֆինանսական եւ այլն, բայց Ֆրանսիան գնում է այդպիսի քայլի, Հայաստան-Ֆրանսիայի դեսպանի քայլը պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ։ Այսինքն սրում ենք Ռուսաստանի դեմ առհասարակ։ Ուկրաինային օժանդակություն տրամադրելով նշանակում է պատերազմը շարունակել Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի դեմ աշխատելով նշանակում է նվազեցրու ռուսական անվտանգային դերը Սյունիքում, փոխարեն այդ վակում փորձի լրացնել ֆրանսիականով։ Անունը դնում ենք, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամ ժողովուրդն է, բարեկամ պետությունն է կամ ֆրանսիական քաղաքականությունը համահունչ Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային շահերին եւ այլն, բայց իրական լրիվ ուրիշ process է գնում եւ այս ամբողջ խնդիրը դեռ չասեմ հետախուզական առաքելություն է, էլի վերջո ասենք Ռուսաստանն է, Իրանն է այդտեղ, Ֆրանսիան այդտեղ ինչ գործ ունի։ Շատ լավ հասկանալով, որ ինքը ոչ աշխարհագրորեն, ոչ պատմաքաղաքական առումով չունի այն կշիռը Հայաստան պետության համար, ինչ որ Իրան ունի կամ Ռուսաստան ունի, բայց մատի եւ մատանու արանքը այսպես մտնելով ինքը փորձում է վերցնել իր նախ հետախուզական աշխատանքը իրականացնել եւ Իրանի հարցով հիմնականում եւ երկրորդը ռուսական թուլացած գործոնը չասեմ, բայց դատարկված գործոնը, որովհետեւ մենք ՀԱՊԿ-ն սառեցրել ենք օղունման, դրել ենք սարսարանը ՀԱՊԿ-ն չկա, Ռուսաստանը որպես այդպեսին չկա, Ուկրաինայով է զբաղված եւ վերջ։ Համաձայն եմ հիմնականում եւ այս խոսող գլուխները Փաշինյանի եւ աղքի շրջապատի այդ պրոադրբեջանական, պրոթուրքական այդ թեզերը դաշնետողները իրականում նրանք հիմնականում համագործակցում են մեծ մասը Բրիտանիայի դեսպանության հետ, այս էլ պետք է ֆիքսել։ Շատ հաճախ Միացյալ Նահանգներին ենք մենք նշում, բայց իրականում Բրիտանիայի հետ առնչվող դեմքեր են եւ ասել թե լիբերալ թևը նույն Միացյալ Նահանգների հանգիստ նստած է այդտեղում ոչ, երեք շատ հետաքրքիր է նաեւ որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աջակցություն է հայտնել Ազատություն ռադիոկայանին, շատ կարեւոր է, հա, այն Ազատություն ռադիոկայանին, որ պատրաստվում է փակել Թրամփը։ Բայց նրանք նաև ինչ են ասում, Փաշինյանամերձ խոսող գլուխները ասում են, քիչ է մնացել, որ Ռուսաստանի, այսպես ասած, քոքը ընդհանրապես կտրենք Հայաստանից, տեսեք, ասում են, հայ-իրանական սահմանում այլևս միայն ռուսները չեն կանգնած, այլ համատեղ են կանգնած, քիչ-քիչ այդ ամբողջ, հա, նաև հայ-թուրքական սահմանից այդ ամբողջից քիչ-քիչ դուրս են քանել, ուղղակի ասում են, պետք է քիչ-քիչ անեն։ Եվ շատ հետաքրքիր է այս իմաստով Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը ազդարարող այդ օրենքի նախագիծը փաստորեն առաջիկայում գուցե նաև այսօր կամ վաղը եթե հասցնեն ազգային ժողովի նիստի օրակարգում կքննարկվի
Տեսեք, պարոն Գասպարյան, մի կողմից այո, այդ Եվրամիության անդամակցելու նախագիծ կոչվածը դա ֆեյք է։ Այն իմաստով, որ Եվրամիությանը, այսպես ասած, այդպես չեն անդամակցում։ Կա ճանապարհային քարտեզ, կա, հա, որոշակի պրոտոկոլ, կարգ, հա, վերջի հաստատված կարգ, ինչպես դիմում են։ Բայց երբ որ Փաշինյանը այդ նախագիծը կառավարության նիստում հաստատեց, որ այնուհետև ուղարկեց ազգային ժողովի քննարկմանը, միանգամից շատ կոշտ հայտարարություններով հանդես եկան Ռուսաստանի բավական բարձր պաշտոնյաներ, Օվերչուկի մակարդակով փոխվարչապետ, Մեդվեդևի մակարդակով անվտանգության խորհրդի քարտուղար, Պիսկովի մակարդակով եւ իհարկե արտաքին գործերի նախարար Լավրովի մակարդակով։ Այստեղ մի հարց է առաջանում։ Եթե իսկապես դա ֆեյք process է, ինչից է զգուշանում Ռուսաստանը եւ այդ մակարդակով շատ կոշտ հայտարարություններ է անում։ Փոխվարչապետ Օվերչուկ այդ օրերին ասաց մինչև առաջին քվեարկությունը ասաց թույլ չենք տա, հա, արևմուտքի հետ մեր հաշվին սիրախաղեր անեք, հա, մենք վճարենք արևմուտքի հետ ձեր սիրախաղերի համանաստերության։ Այսօր էլ արդեն Օվերչուկը բավական արդեն շատ հստակ հայտարարել է հայ ժողովրդին, սա պետք է իմանան մեր քաղաքացիները, ասում եմ, մեջ բերում եմ խոսքը։ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև։ Երկու աթոռի վրա նստել չի հաջողվի։ Եթե Երևանը գնում է Եվրոպա, ապա պետք է վերանայի Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հարգելի քաղաքացիներ։ Պատկերացրեք հիմա ամբողջ հետևանքների փաթեթը։ Ինչ է սպասվելու։ Հիշում եք ԵԱԿ Մինսկի համանախագահ նախկին դեվանագետներից մեկը ասում էր թող մի քիչ մի քանի ցուրտ ծմերների, հա, մրսեք մի քիչ։ Հա, այսինքն ուր է հույսը, որ Թուրքիան մեզ պիտի պահի, հա, ով պիտի Ադրբեջանից գազ առնենք։ Հա, Ադրբեջանից գազ առնենք, Թուրքիան մեզ երևի ասենք թե ինչ կտա, ցորեն կտա, ինչ կտա, հա, այսպես յոլակը գնանք, ոչնչացնեն ամեն ինչ, բայց իսկապես հարցը լուրջ է։ Հիմա եթե այս process իսկապես ինքը fake process է, որը այո, Նիկոլ Փաշինյանը օգտագործելու է իր վերարտադրվելու համար։ Ընտրություններում նորից ասելու է սա, գնում ենք Եվրոպա, չգիտեմ, առաքես Եվրոպա, Եվրոպայից որևէ մեկը չկա, որ ասի մենք ձեզ ընդունելու ենք Եվրամիություն։ Սուտ։ Ինչի մասին է այս process-ը, ինչից է անհանգստանում Ռուսաստանը։ Մի քանի հարցեր տվեցիք։ Հա, դրա համար պիտի ամբողջության մեջ փորձեք։ Այո, ինձ Օստապ Բենդերին է հիշեցնում սա։ Նա 400 ազնիվ մեթոդ գիտի, հա, փոխհատելու մասին եւ փոխհատելու համար ինչպես էր Պետրովը բնութագրել գաղափարական պայքարող, չէ՞։ 400 ազնիվ մեթոդով փող է ուզում աշխատել մարդը։ Ինքը Օստապ Իբրահիմովիչն է, ոչ մի բան։ Հայ-ռուսական հարաբերություն ձեր լսարանի տարբեր շերտերի համար, քանի որ մենք էլ փորձագիտական մակարդակով, հանրային քաղաքական մակարդակով որ խոսում ենք, մեզ անդադ մեղադրում են, չգիտեմ, սրաշահերը սպասարկելու եւ այլն։ Զուտ ձեր լսարանի տարբեր շերտերի համար։ Հա, բայց այդ մեղադրողները, այդ որ ասում են Պուտինի լափամանից են օգտվում, էս են օգտվում, են օգտվում, վերջում պարզվելու է, որ հենց իրենք են օգտվում, դա ձև է, չէ՞։ Այսինքն իհարկե, հիմա բան կրկնակի գործակալներ, չէ՞, այդ հասկացությունն էլ կա իհարկե։ Որ հայ-ռուսական հարաբերությունները վերաբերումի կարիք ունեն, ռեստարտի կարիք ունեն, հաստատ։ Որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում այնքան պրոբլեմատիկ խնդիրներ կան, որոնց մենք առերեսվելու եւ համարձակորեն այդ օրակարգը խելամտության սահմաններում առաջ տանելու եւ բանակցությունների միջոցով ի վերջո եղբայրական պետություն է, այսպես պիտի ընդունենք, որտեղ եղբայրներն չեն ընտրում։ Եթե ընտրելու հնարավորություն ունենային, իրենք կլինեին ընկեր, բայց իրենք եղբայր են, այսպես ասեմ։ Այդ բոլորի մասին պետք է խոսել, որ վերջին 6 տարվա ընթացքում բազմաթիվ 7 արդեն կհավատայիք, որ 7 տարի անցել է։ Վերջին 7 տարվա ընթացքում բազմաթիվ ցնցումների միջով են անցել եւ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը բազմաթիվ հարցեր ունի տալու այդ կողմին, անկեղծորեն ակնկալելով ռուսական կողմ պատասխանը միարժեք է դա չի քննարկվում, բայց եւ ինչու եմ սա ասում, որովհետեւ հայ-ռուսական հարաբերությունների վերջին 200 տարվա պատմությունը
այնքան խնդրահարույց է եղել, այնքան խնդիրներ կան, որ քաղաքականության մեջ եթե դրանց վրա ֆիքսվես, դրա տակ կմնաս, առաջ չես գնա, բայց մենք առաջ պիտի գնանք, որովհետև մեր պետության լինելիության խնդիրն է դրված։ Էմոցիաներով չպետք է դատել քաղաքականության մեջ։ Ռեակտիվ չպետք է լինել, հա, այսօր Եվրոպայի, ինչ Եվրոպայի մասին է խոսքը։ Օրակարգ իհարկե fake է, դուք եք եղել Եվրոպայում, վստահ եմ տարբեր շրջանակների հետ զրուցելիս, նույնիսկ 95 թվականին այն մի պատոկը որ կար, այն մի հոսք, Արևելյան Եվրոպայի երկրներ Լեհաստանի գլխավորության ֆորում միացան, ճիշտ է իրենք իրենց հիմա այնպես են վեր թռնում, որ իրենք են Եվրոպայի ստեղծողները կամ գաղափարի առաջատարները, որ մի հատ օրինակ Արևմտյան Եվրոպայի հիմնադիր Եվրամիության հիմնադիր պետությունների բնակիչներին հարցրեք, ավագ սերունդի, ոչ երիտասարդներին, հարցրեք ինչպես են վերաբերվում, իրենք Պրիբալտիկայի եւ Արևելյան Եվրոպայի երկրներն ընդհանրապես հաշվի չեն, նույնիսկ Հունաստանին հաշվում են, որ ինքը Եվրամիության անդամ չէ, ուր մնաց Հայաստան նման պետություն, որը թեր զարգացած բլա այդ մնացած մասը չէ, այն որ մի հատ էլ Թուրքիայից էին կողմ, ինքը Եվրամիության անդամ պիտի դառնա, սա հեքիաթ է պարզապես, որ Հայաստան առաջիկա 20-25 տարում կդառնա Եվրամիության անդամ, եթե 20 տարի Եվրամիությունը ձգի որպես քաղաքական միավոր։ Բայց Եվրամիությունը անձնիվ է այս հարցում, պարոն Գասպարյան, չեն կարող մեղադրել։ Իրենք չեն ասում, որ դուք լինելու եք այստեղ։ Իրենք կամ ասել էին մեզ ՆԱՏՕ եք մտնելու, իհարկե ոչ մեկ չէր ասել ՆԱՏՕ եք մտնելու, կամ ասել են Եվրամիություն եք ձեզ ընդունելու, իհարկե ոչ։ Այսինքն իրենք չեն ասել։ Իրենք նման բան չեն ասել։ Օրենքներ գոյություն ունեն, Տիկին Սարյան, ես ձեզ ասում եմ 59 թվականին, երբ որ ստեղծվեց Եվրամիության նախատիպային մոդելը, երկաթի եւ պողպատե միությունը, որը ստեղծվեց 6 երկրի միջև, որը հիմք հանդիսացավ Եվրամիության ստեղծմանը։ 1963 թվականին Թուրքիան դիմեց ուշադիր այդ միության անդամակցելու։ Մինչև օրս Թուրքիային 97 թվականի իհարկե Լյուքսեմբուրգում Եվրահանձնաժողովի բանի ժամանակ տեխնացուի կարգավիճակ տրվեց, քանի տարի է Թուրքիան պայքարում է իր աշխարհակաղակական գործոնը հաշվի առնելով, բնակչություն բլա եւ այլն։ Հենց նույն Եվրամիության երկրներում իր հազոր մեծականակ սպյուրքը որում այդ ամբողջ հաշվի առնելով ինքը չի կարողանում դառնալ։ Բայց նաև մեր պատճառով, հայոց ցեղասպանության նաև պատճառով, որովհետև Թուրքիան այն երկիրն է, որը ցեղասպանություն է իրագործել եւ իրենց ելույթներում եվրոպացի падգամավորները միշտ Թուրքիայի երեսով տվել են դա։ Հիմա Փաշինյանը բան է անում, քաղաքակիրթ Թուրքիա է սարքում, մաքրում է Թուրքիայի երեսը, ցեղասպանությունը ուրանալով։ Դրա համար եվրոպացիք զարմացած են։ Դրա համար եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները շշմած են Տիկին Սարյանին, թե ինչպես կարելի է այս աստիճանի։ Ես ձեզ մի բան էլ պատմեմ, շատ գաղտնի։ Արդեն գաղտնի չի դառնա։ Մեթյու Բրայզան Յակոմիսկի խմբի ամերիկացի նախագահ։ Նաև Ադրբեջանում Ամերիկայի նախկին դեսպանը։ Նախկին դեսպանը, որի կինը թուրք է։ Այո։ Թուրքիայի քաղաքացի եւ թուրքական քաղաքասարակության, քաղաքացիական հասարակության ամենամեծ դոնորներ ապահովողներից է եղել երկար ժամանակ։ Ուրեմն այստեղ Երևանում ամերիկյան դեսպանատան տարիների առաջվա խոսակցությունը, որտեղ հավաք է տեղի ունենում այսպես կոչված հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքներ, չգիտեմ, փոքրամասնությունների իրավունքներ, սեռական անունադրել են քաղաքասարակություն։ Ուրեմն այդ հանդիպման ժամանակ, երբ որ հարց է առաջանում Արցախի վերաբերյալ, դեռ ոչ պատերազմ կա, ոչ քարոզիա պատերազմ կա, հա։ Եվ անունը չեմ ուզում տալ պարզապես, նրանցից մի քանիսը երբ որ կրկնում են պաշտոնապես այն թեզ ինչ որ Նիկոլ Փաշինյանն է ասում, որ մեզ համար Ղարաբաղի խնդիր գոյություն չունի եւ այդ տարածքները պետք է վերադարձվեն։ Հանդիպումից հետո Մեթյու Բրայզան է զարմացած դուրս գալիս եւ ասում. Ինչպես կարելի է այսքան ատել սեփականի երկիրը։ Նույնիսկ Մեթյու Բրայզան ես ասում եմ ամենապատասխան։ Absolute կարելի է, էլի պետք է իմանալով է Մեթյու Բրայզան, որ այդպես է արտահայտվել։ Ոնց։ Ախր գոնե դուք որ մենք ենք ձեզ փողը տալիս, որպեսզի դուք այսպես խոսեք, այսպես չեն խոսում։ Պաշտոնական հանդիպան կամ չգիտեմ ինչի ժամանակ։ Հիմա այս ամեն ինչ սա որ փայլեցնում է եւ այլն, այո, պետք է եղած ժամանակ հիմա էլ իմամօղլուի խնդիրը կօգտագործեն եվրոպացիները կամ արևմուտք, հեսա գնալու է, չէ, Էրդողանը Թրամփի մոտ է գնալու, փորձելու է զիջումների
հարցի վերածել դա, հա, փոխզիջումների, որովհետև Էրդողանը մնալու է իշխան, որովհետև կա կոնսենսուս ռուսական եւ ամերիկյան դեռ այս պահի դրությամբ իրեն չփոխելու, որովհետև ոսկե տրիլիոնների դոլարների ծրագրերի մասին է, այդ թվում այդ ծրագրերի, որ Էրդողանը քիչ առաջ դուք նշեցիք, որ ցանկանում է դեպի արևելք ընդլայնել, սա անել, դա անել, հակակշռումների խնդիր կա, դա որոշումների ընդունման ուժային եւ համաշխարհային կենտրոնների խնդիր, դա մեծերի հարցն է, հա, մեր մակարդակով լուծվող խնդիր չէ դա։ Թուրքիայի նման ռեգիոնալ պետության հետ մեծ դրամաչափի ռեգիոնալ պետության ճակատագիրը մեծերն են որոշում, այդ ուրիշ գործոնով պայմանավորված չի։ Հիմա ինչ է ուզում ասել Ռուսաստանին պարզապես ուզում հիմա կարող է Փաշինյանի թեթև ձեռքով, այսպես ասած, որովհետև անընդհատ մաքրում է Էրդողանի Թուրքիայի դեմքը, չէ, որովհետև ասում է դեռ պետք է պարզենք ցեղասպանությունը եղելա թե չէ եղել, ով ա արել, այդ ոնց է եղել, այն Քոչարյան Անդրանիկն էլ իր կուսակիցը ասում է, դեռ պետք է հաշվենք մենք այս միլիոն են կոտորել թուրքերը, թե չէ, հա, այսինքն այս ուրացման process-ը, որ գնում է աշխարհ Սփյուռքի հետ որոշ ընտրովի ներկայացուցիչների հետ հանդիպում անան, փաստորեն ինքը զբաղված է Թուրքիայի կերպարը, հա, որը աշխարհում ունի որոշակի իմիջ, Թուրքիայի իմիջ մեյքերությամբ է զբաղված, մաքրում է, էլի, որ հետո հանգիստ օրինակ հիմա Եվրոպա, Միացյալ Նահանգներ այս արճակատումը հաշվի առնելով, ինչ ա եղել, կարող է Եվրոպային պետք է, չէ, Թուրքիայի պես պետություն։ Օրինակ կարող է Փաշինյանի թեթև ձեռքով Թուրքիան դառնա արդեն մաքրված, քաղաքակիրթ, Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, չէ՞։ Դե սերանը մի բան էլ ասեմ, էլի կներեք։ Որովհետև մանավանդ որ այնտեղ Օրբաններից, բաներից բանա, չէ՞, կախված կարծիքա, քվեարկությունա եւ այլն։ Այս ամբողջ process-ը ինչ որի մա կատարվում է Փաշինյանական թեմի, սա նորություն չէ։ Ես շատ դաժան բան եմ ասելու, եւ եթե մենք օբյեկտիվ վերլուծական դիրքերից ենք խոսում, պետք է հաշվի առնենք, որ այո, մենք այնպես սխալներ ենք թույլ տվել անցած 2 տասնամյակում, 2-3 տասնամյակում, որ Քոչարյան Անդրանիկների նա երևացող թևն է, հատվածն է։ Անդրանիկի թիկունքին այսպես ավելի մեծ ականջներ կան, էլի, շատ որոնք չեն երևում։ Դրանց մի երկուսին ես ճանաչում եմ, որոնք որ Թուրքիայում են պատրաստվել նաև։ Հա, գիտեմ, Թուրքիայում պատրաստվել։ Ոչ միայն, իրենց պապաները։ Հա։ Ես մի երկու հոգու գիտեմ, որոնք ակադեմիական շրջանակներում շատ լուրջ դեռ 2012-13 թվականից Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունում հիմա պարզապես պաշտոնը որ ասեմ, միանգամից բացահայտվելու է։ Թուրքիայի հետ այնպիսի կապեր են ստեղծել։ Թուրքական օսմանյան արխիվներ ունեցել են մուտք գործելու բացառիկ իրավունք եւ տանելու հենց այն գիծը, ինչ որ այսօր Փաշինյանն է ասում։ Ինչ որ այսօր Անդրանիկ Քոչարյանն է ասում։ Ասում եք համարակալած, հա, հատ խոսքը վերաբերվում է Թալիատ Փաշայի նոթատետրի, որի մեջ գրված է 800,000 հայի անուն, 800 թե 900,000 էր։ Այն ժամանակ, չգիտեմ, հիմա կարող է վերախմբագրել են նոր փաստաթղթերն ավելացել։ Լեմկինի ինստիտուտը, այո։ Իմ իմացածը, ես 10 տարվա բան եմ ասում, վերախմբագրված տարբերակը չեմ նայել։ 800,000 մարդու մասին է խոսքը եւ Անդրանիկ Քոչարյանները հենց այդ գիծն են առաջ տանում։ Սրանց պապաները ակադեմիական, որոնց մեկը շատ բարձրաստիճան դիվանագետ է եղել Հայաստանի հարևան պետություններից մեկում, որը երկար տարիներ ծառայել է Թուրքիայում եւ զինվորագրված է թուրքական հատուկ ծառայությունների կողմից, խնդրեմ։ Նույն գիծն է գնում։ Ուր էր մեր պետությունը 15-20 տարի առաջ, չգիտեին այս ամենի մասին։ Այդ որ խոսում է քոկը կտրելու մասին, չգիտեմ եւ այլն, մենք եթե պետություն դիսարկենք Տիկին Սերանյան, մենք այդտեղից պետք է սկսենք։ Իրենք մեր մեջ բնավորվել են, իրենք տրոյական ձի են եղել։ Գրահրատարակիչները Թուրքիայում են պատրաստվել այսօրվա բյուջեից սնվողները, առանձին դեպուտատներ այնտեղ են կրթվել, պատրաստվել, վերապատրաստվել, հետո բերվել, հա, եւ այլն, կողքից էլ մի երկու Կարո Փայլյաններ, այո, Ժաննա Անդրեասյաններ եւ այլն, այն պատկերը պարզ է։ Սրանք մինչև 2017 թվականը այդ ելք դաշինք եւ այլն եղավ։ Մինչև 17 թվական սրանք լուրջ պատրաստություն են անցել, շատ լուրջ։ Իրենք տրոյական ձի 5-րդ շարասու ինչպես ուզում եք ասեք։ Ներեք Նայիրի Հունանյանին էլ է ինչ է Թուրքիայում պատրաստել։ Այո։
Այսինքն գիծը այդտեղից է գալիս, այդ որ հետո էլ ասում են Բրիտանիան ինչ մեղք ունի։ Ով է հավաքագրում։ Բրիտանիան։ Էրդողանի գլխավոր խորհրդական ով է։ Ռիչարդ Մոր։ Ոչ միայն գլխավոր խորհրդական, օգնական ընկեր ամեն ինչը որ մի 6-ի ղեկավարը բրիտանական հետախուզության ղեկավարը, որը իր Twitter-ում մի դեպ թուրքերենով է գրառումներ տեղադրում մի 6-ի ղեկավարը, որը անընդհատ հանդիպում է աղ Արմեն Գրիգորյանի հետ, Փաշինյանի հետ եւ այլն։ Այո։ Հիմա Ռիչարդ Մուրի նման մարդը հենց այն մարդն է, որը Թուրքիան դարձնում է այդ տարածաշրջանային հապ էներգետիկ առումով։ Որովհետև Թուրքիան նաև փող չունի այդքան։ Իհարկե, որովհետև ամբողջ խնդիրը նաև Թուրքիայի էներգետիկ անկախությունը ապահովելու համար եւ Ռուսաստանն հակակշռելու համար կարողացավ Ռիչարդ Մուրը համոզել Թուրքմենստանին գազի առանձին գիծ քաշել Իրանով, որը անցնում է եւ հասնում է դեպի Թուրքիա։ Սա ամենավերջին նորությունն է, խոսքը վերաբերում է ամսական 2 թուրքմենական գազ նոր ճանապարհով։ Դա այդ պայմանագիրը 16 կարծեմ թվականին է կնքվել, այսինքն որը ընդհատվեց հետո ամբողջությամբ Ռուսաստանի հետ։ Թուրքմենգազի եւ Բոթաշ ընկերության միջև պայմանագիրը, որը կնքվեց այս տարվա փետրվարին, մի ամիս առաջվա բանի մասին խոսքը։ Ամսական կարծեմ 2.5 թե 3 միլիոն խորանարդ մետրի մասին է խոսքը, այդպես ավելացնելու եւ այլ, այսինքն փոխարինել խոսում են ամենայն դեպս նաեւ թե ռուսական թե իրանական think tank-երում կամ ուղեղային կենտրոնների զեկույցներից շատ բարձր է դառնում, որ ինչ է զիջում այսպես ասած Բրիտանիան դրա դիմաց, որ երաշխավոր կամ գարանտ է կանգնում վերահսկել Թուրքմենստանի սահմանին գործող նարկոտրաֆիկինգով զբաղվող խմբավորումներ են։ Այսինքն առիվ դուր մեկը մյուսի դիմաց։ Դա նշանակում է, որ Բրիտանիան ամրապնդում է իր ոտքերը Թուրքիայում եւ դեպի արևել գնալու եւ ռուսական ազդեցությունը չեզոքացնելու ուղղված իր աշխատանքները շարունակական են։ Դեռ հայտնի չէ Մարգարան ինչ նպատակներով են հիմա օգտագործում, չէ։ Դա էլ հայտնի չէ։ Հիմա շատ են շեշտադրում կատարում, նույնիսկ ասում են, տեսեք, վերջին նույնիսկ 200 տարում այդ կամուրջը այդքան չի գործարկվել, ինչքան հիմա եւ այլն, հա, տեսեք, ինչ կարեւոր բան են անում Թուրքիայի հետ։ Ովքեր են գնում գալիս։ Այդ կամուրջով ինչպես է շահագործվում։ Ու մոտ են կուտակում այդ տեղեկությունները։ Մեկ տարի առաջ ինձ հիշեցրեց Կիրանցում այդ հայտնի դեպքը, որտեղ ունեցավ, որ Մհեր Գրիգորյանին փախցրին մի օրով։ Եվ շատ լուրջ կասկածներ կային, թե այդ մեքենայի մեջ նաև ով կար։ Որ այդ սահմանագծման եւ սահմանազատման, այսպես սահմանազատման աշխատանքը որ պիտի կատարվեր, խոսքը վերաբերվում է ապրիլի 16-ին, կարծեմ անցած տարվա, մոտ մեկ տարի առաջ էր։ Մենք այդտեղ ենք, ես այդտեղ եմ, այդ հրմշտոցը, բախումները որտեղ ունեցան նաև ոստիկանության հետ եւ այդ ցուցարարները այսպես արգելել էին, որ չեր անցնելու այդ մեքենան, որովհետեւ շատ լավ գիտեին, վստահ էին, որ մեջ կա ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա, որը գնում է սահման տեսնելու եւ այլն, նույնն էլ Մարգարյանին է վերաբերվում։ Նույնն էլ այդ համատեքստում պետք է դիտարկել Զվարթնոցը տնօրականից ռուսական սահմանապահներ, ռուս սահմանապահների դուրս բերումը, որտեղ դու դառնում ես բաց գիրք, արդեն կամ փակ գիրք ես դառնում, այդ ժամանակ բաց էր։ Ռուսները շատ լավ գիտեին ով է գնում, ով է գալիս։ Չէ։ Հիմա չգիտեն։ Իսկ ով է գնում գալիս Հայաստան։ Ինչ կալիբրի մասնագետներ են գնում գալիս առանց անձնագրի։ Եվ ոչ միայն։ Ինչ կապիտալ են բերում տանում, ինչ է տեղը։ Եվ ինչի նպատակով, ինչ նպատակով։ Շատ հնարավոր ես չեմ բացառում, տեսեք, Տիկին Սերյան, հիշեք խոսքս։ Չեմ բացառում, որ սա արևմուտքից կամ որտեղից, նույն Թուրքիայից։ Օրինակ եմ ասում։ Իր թիկնազորում ունենա դրսից բերված մարդիկ։ Իդեպ ըստ կախված լուծերի ասում էին կային։ Նույնիսկ եւ Թուրքիայի անունն էին տալիս եւ Ուկրաինայից էին ասում բերել են։ Ես չգիտեմ ինչքանով էր դա։ Ես չեմ բացառում։ Դիպուկահարներ էին ասում նույնիսկ։ Չգիտեմ։ Ուկրաինացի դեպքում հնարավոր է, որովհետեւ նրանք դիպուկահարների այսպես պրոֆեսիոնալ ճանապարհ են անցել, պրոֆեսիոնալ դիպուկահարներ են ուկրաինացիները։ Թուրքերն էլ պատը չեն այդ իմաստով։
Ես չեմ բացառում։ Այսինքն ռուսներին հանելու գլխավոր նպատակը հենց դա է սեփական ժողովրդին ճնշելը։ Եթե սիլոգիզմը փորձենք հասկանալ, ի վերջո դա է գնում։ Եվ սա չունի որևէ սանձվելու տեղ։ Սա չափ սահման չունի։ Էլի եմ ասում, բարեկրթության, բարեվարկության անուն ինչ ուզում եք դրեք։ Պետության ինստիտուցիոնալ հիշողության համար, եթե մարդ իրեն թույլ է տալիս ասել իր իրավանախորդներին, ես դες պատերով կծփեմ, ոտատակ կտամ եւ այլն, սա թաղային խուժանի պահվածք է, ոչ թե պետության ղեկավարի, եւ մենք սրանով դասենք, մենք երկրի ղեկավար ունենք, որը գնում է փաստաթուղթ է ստորագրում, մեր անունից։ Թվում գիտեք որտեղ են ուզում ստորագրեն, ասում են եկեք բան անենք, ուրիշ տեղ չստորագրեն, որովհետև Ռուսաստանը հայտարարություններ արել, առաջարկեր արել, այլ երկրներ էլ կանեն, ասում են չէ, ասում են եկեք գնանք բանում, սահմանազատված, սահմանագծված այդ մեր հայ-ադրբեջանական սահմանից ստորագրենք։ Սա մեկ խնդիր ունի, տեսեք նույն Եվրաքվեի մասին ենք խոսում, պարզապես թեման ամփոփելու համար, դա միֆ է, դա իհարկե հարուցում է որևէ մեկի տվյալ դեպքում Ռուսաստանի զայրույթը, որովհետև ոչ թե միայն երկու հատ, դու ձեռ ես առնում։ Դու ձեռ ես առնում աշխարհի անվտանգային ճարտարապետությունը վիճարկող պետությանը։ Դու քո կալիբրի պետության հետ չես տալիս առնում, Այդ դու ես տղարուց կտրում ամբիոն բարձրանում։ Նույն այդ ամբիոնը, որ տրանսգենդերներին ես տալիս, այս տղարուց ես կտրում։ Կուրկուրիձակ ես դառնում դրսում, դու կարող ես Ռուսաստանի հետ այդպես խոսել։ Դրա համար իր վեցնոցներին է եթեր բաց թողում, որ իր վեցնոցները խոսեն։ Հակառուսական հայտարարություններ անեն, սա անեն, դա անեն։ Ռուսաստանը իրական շատ ծանր է։ Ինչ են մտածում։ Ինձ չի հետաքրում իրանք ինչ կարծիք ունեն անձնապես, բայց դա աղետ է լինելու։ Այսինքն չտեսնել են վտանգները։ Հիմա Գյումրիում ընտրություններ են։ Գյումրիի քաղաքացիները պատկերացնում են օրինակ այս ամեն ինչի հետևանքը։ Եվրաքվեի, հա։ Եվրաքվե կլինի, չգիտեմ, այս ամեն ինչը, այս թղթի ստորագրումը, գիտեք, ինձ համար արդեն երկրորդական է ուղղակի Գյումրիի ավականու ընտրություններ, Գյումրիի քաղաքապետի ընտրություններ։ Եթե չեն հասկանում, որ իրենց ցանկացած հարց կապ ունի այս մեծ հարցի հետ։ Օրինակ, որ վաղը կարող է, այսինքն նպատակն այն է, որ ռուսական ռազմաբազան հանեն։ Լավն է, վատն է, ինձ չի հետաքրում, բայց ես հասկանում եմ, թե ինչ խնդիր է լուծում։ Կամ եթե ռուսական ռազմաբազան դուրս է գալիս, Թուրքիան չի բերելու ռազմաբազա տեղադրի։ Օրինակ, կարող է բերել։ Կարող է բերել։ Ինչու ոչ։ Կարող է Միացյալ Նահանգները ռազմաբազա տեղադրել։ Չի բերի։ Թուրքիա ունի, ինչի բերի։ Դրա համար եմ ասում, ինչի բերեն, փող ծախսեն, հենա Թուրքիան կանի։ Մեր հայրենակիցներին, մեր հերոստատիտողներին շատ կարևոր մի դեպք հիշեցնեմ, թեև բարբերաբար ինվելուցականներում, քաղաքական գնահատականներում ես ասում եմ։ Տեսեք, Թուրքիայի նման պետության համար սադրանք հրահարելը 1 րոպե է Հայաստանում։ Մեր անցած զրույցի ժամանակ նաև PKK-ի մասին որ խոսում էինք Օջալանի կոչի եւ այլն մասին։ Ես ձեզ մոտավոր սցենարը ասացի, թե ինչ են մտածում կամ ինչ կարող է թուրքական միտքը, քաղաքական միտքը մտածել։ Որտեւ ինքս խորքային գիտեմ այդ քաղաքական միտքը, մասնագիտորեն գիտեմ։ Սադրանքը հետեւյալն է լինելու։ Հայ-թուրքական սահմանին կա անկայունություն, հրահրում են քրդերը, քրդական զինյալ խմբավորումները, որոնք հրաժարվեցին զենքը վայր դնել Թուրքիայում եւ գնացին դեպի Արևելք, դեպի Հայաստան։ Այդ քրդական զինյալ խմբավորումներին չեզոքացնելու համար Թուրքիան իրեն իրավունք է վերապահում սահմանից 30 կիլոմետր խորք դեպի զորքեր մտցնել։ Դրա համար է Պապիկյանը ասում կրակոցներ կան, բայց ոչ մեր ուղղությամբ։ Դա ինչ է նշանակում։ Դե հիմա շատ փակագծեր չբացեմ։ Չէ, բացեք մի րոպե։ Ես այս սցենարը ասեմ, Տիկին Սերյանը ստեղ բանը կապ չունի։ Պաշտոնական նարատիվը դա է լինելու։ Ինչու եմ ես այսպես ասում նաև, որտեղ շատ լավ գիտեմ թուրք-հունական, թուրք-սիրիական եւ թուրք-քրդական հարաբերություններում առաջացած կոնֆլիկտային կազուս բելին։ Պատերազմի պատճառը, այսպես ասած։ Թե որն է եղել թուրքական պաշտոնական մոտեցում այդ հարցում։ Դրա համար եմ ասում, մենք
Եթե Սյունիքում գնանք այդ խեղկատակ արկածախնդրությանը, որը սրանք անում են։ Իրանը իրեն իրավունք է վերապահելու մուտք գործել այդտեղ, եթե Իրանը մտավ, հաջորդը լինելու է Թուրքիան։ Եվ Սյունիքը կտրելու են։ Սա է ամբողջ խաղը։ Սրա դեմ է պետք առնել, ոչ թե որ Ադրբեջանը։ Ադրբեջանը քաշ չունի, էլի։ Եկեք։ Ադրբեջանը քաշ չունի Սյունիք մտնի գրավի, ու ես միշտ ասել եմ Հայաստանի միակողմանի կապիտուլյացիան բեռ է Ադրբեջանի համար, որի տակից ինքը չի կարողանալ դուրս գալ։ Ինքը սկի Արցախ չի մարսել։ Հիմա դուք պատկերացնում եք, մենք խոսում ենք ինքնիշխան պետության մի ամբողջ տարածքի մասին, անեքսիայի ենթարկելու։ Սա Ադրբեջանի քաշով չի։ Սա շատ ավելի մեծ հաշվարկների խնդիր։ Հիմա ինձ կասեք, բա Արցախը մի քիչ կարգավիճակը ուրիշ էր, ստատուսը ուրիշ էր։ Արցախը մենք մինչև 2018 թվականը գոնե փաստաթղթային առումով, գոնե նվազագույնը եւ երաշխիքների առումով հասել ենք այն մակարդակի, որ Ադրբեջանը 2016 քարոզիա պատերազմը շատ լավ հիշում եք, փորձեց այդ արկածախնդրան, քթին կերավ, ստացավ պատասխանը։ Սա իր քաշ ծավել է։ Դրա համար շատ զգուշ պետք է լինել Թուրքիայի հետ խաղերում։ Թուրքիայի հետ սիրախաղանող Բաշար Ասադի վերջը տեսանք։ Ես լավ եմ հիշում, ախր ինքի եւ կինը Ասմա Ալ-Ասադը ոնց էր Էրդողանի եւ կնոջ հետ Էմինեի հետ մեղրամսային հարաբերություններ էին, 2006, 7, 8 թվականներ, 9 թվական մինչև։ Ես ձեզ այդ օրինակը բերել եմ, որ ամբողջ թուրք-սիրիական սահմանի 850 կիլոմետր, մի 350 լես կողմից, 850 կիլոմետր տարածք, որ էլի զուգահեռներ որ տանում եմ, հիմա այսպես զոմբիլենդ անընդհատ հարձակվում է ասելով, որ այդ ոնց է համեմատականներ տանում Էրդողանի եւ Փաշինյանի միջև։ Նույն ձև են գործում։ Հիմա այս օրինակն էլ բերեմ, որ պարզ լինի։ 850 կիլոմետր ականազերծեց Բաշար Ասադը սիրիական պետության հաշվին, իր հաշվին։ Այն դեպքում, երբ որ այդ ականապատումը տևել էր 30 տարի, իր հայրն էր արել եւ միլիարդներ էր արժեցել սիրիական պետության համար, սա արեց։ Սա հանձնեց քարտեզներ ականապատված տարածքների, այո։ Դրա դիմաց։ Ուրեմն 2011 թվական, երբ որ արաբական գարան սիրիական պորտկոմը տեղի ունեցավ, ինչ պարզվեց, նույն այդ Էրդողանի հետ սիրախաղան շաբաթը մեկ իրար տուն էին գնում Տիկին Սերանյան։ Անտալիա, Ալանիա, որտեղ ասեք, դրանք գալիս էր Հալեբ, Բաման, արաբ ժողովուրդը պաշտում է երկար պագում էր Էրդողանին։ Ասադի կինն էր, չէ՞, Բրիտանիայի հետ կապ ունեցող, այնտեղ կրթված, Ասադն էլ, բայց հատկապես կինը։ Հա, իհարկե, ներդրված։ Որը ուներ ազդեցություն իր վրա արդեն։ Ուրեմն ինչ եղավ վերջը, 2011 թվականի հունիսին արդեն պարզվեց, որ Թուրքիա-Սիրիա սահմանին Հալեպից մինչև այնթափ մինչև Քիլիս այդ կողմերը, այնթափ ավելի շուտ։ Ամբողջ գետնի տակով թունելներ է փորած։ Որտեղից թուրքական կողմից եւ զինյալները եւ զենք զինամթերքը հասնում էր Սիրիա եւ ապստամբությանը այսպես օգնելու համար։ Էրդողանի հետ սիրախաղ անողի վերջ սա է։ Մենք դի սովորենք ուրիշի սխալից, ոչ թե միայն հիմարն է սեփական սխալից սովորում։ Խելոքը ուրիշի սխալից է սովորում։ Մեր հերոստատիտողներ այդ որ հարցում եք, ասում եք, չէ՞, Գյումրիում ինչ պիտի անեն, ինչ խնդիր պիտի, այս սրանք պիտի իմանան։ Եվ մեդիան այս թեմաներն է, որ պիտի բացի անընդհատ։ Ուրիշի փորձը ներկայացնել, ուրիշի սայթաքումներ, ուրիշի սխալներ, որ թույլ են տվել եւ ինչ է եղել։ Անփառունակ հեռացում եղավ, էլի վերջում պլյուս քանդեց մի պետություն։ Այստեղից 60 տարի այդ պետությունը ոտքի չի կանգնելու։ Վերջ բրծավ Սիրիան, այնպես ինչպես Ուկրաինան բրծավ։ Վրացիք շատ խելոք վարվեցին։ Մենք ունենք մեկ շանս։ Ընդ որում ասեմ ձեզ, եթե այդ հարցը այս տարի չլուծեցինք, այս ամառ մինչև։ Եվ առիթից օգտվելով Տիկին Սերանյան ձեր եթերի հնարավորությունից։ Ես իսկապես համախոհության կոչ եմ անում ոչ թե օդի մեջ։ Նկատելի է վերջին շրջանում, նախկին նախագահների համակիրների շրջանում անտագոնիզմը հատել է բոլոր սահմանները։ Ես ինձ որպես քաղաքացի, որպես հայ մարդ, իրավունք եմ վերապահում ասել, որ տղերք, այդ ամեն ինչի մասին հիմա պետք չի խոսել։
ով ում բերեց այս ամբողջ խնդիրների պատկերը, որ մենք ներկայացնում ենք ու հասկանում ենք, ախր ամբողջ խնդիրը, հետո հենց փորձում ենք իմպլեմենտացիոն դաշտ բերել, տեղայնացնել, այսպես ասած։ Մենք ասում ենք, չէ, բայց սա է մեղավոր, դա է մեղավոր։ Չեք տեսնում այդ ամենչում արտաքին հետք։ Ես ինձ մի բան է հետաքրքիր Տիկին Սերյան, անկեղծ եմ ասում, այս ամենը վերջ պետք է տրվի։ Ասեմ սցենարը որն է, որովհետև եթե մենք այս տարի չպրծանք այս իշխանությունից շուտով, սա գնալու է ընտրության ու ընտրություններով վերարտադրվելու է Հայաստան դառնալու է Հյուսիսային Կորեա։ Կեմ չեն ան։ Այն ուժերը, որոնք մասնակցում էին այս կամ այն չափով Փաշինյանենց հեղափոխություն կոչվածին եւ 18-ին փորձում էին իշխանությունից հեռացնել, մերժել իշխանություն ՀՀԿ-ին։ Հիմա փորձ խնդիր է դրված նույն երկու կողմից թիրախավորված դաշտից հեռացնել ընդդիմություն ՀՀԿ-ին։ Ինչու՞։ Տիկին Սերանյան, տեսեք, արտաքին հետք չկա։ Իմ խնդիրը ներսում է։ Իմ խնդիրը դրսում չի։ Հասկացա, բայց խնդիրը պետք է ճիշտ տեսնել։ Խնդիրը կարող ենք ոչ անձնական ամբիցիաներ չեն։ Տեսեք, փակագծերը երբ որ շատ ենք սկսում բացել, մենք խնդրի ֆոկուսից կամ կենտրոնացումից հեռանում ենք։ Ես ինձ համար դրել եմ խնդիր, որ սրանից որքան հնարավոր է շուտ, խոսքը վերաբերում 2025 թվականին բարձնել։ Տղեր, կարանք մենք այս հարցը լուծենք։ Դե Փաշինյանն էլ է ասում է իշխանապողություն արեք։ Ինչու չենք անում։ Որտեւ ինքը վստահ է ինչ խաղ է խաղում։ Տեսեք, երբ որ ես ասում եմ արտաքին հետք եմ տեսնում, շատ շատերը ինձ հետ ճիշտ է չեն համաձայնում, բայց ես ունեմ որոշակի փաստեր, որոնց հիման վրա ես կառուցում եմ այս ամենը։ Այնինչ դերակատարում ունեցավ Վիկտորիա Նուլանդը եւ լիբերալիստների թիվը 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հասնելով եւ այն ինչ որ արվեց 2018-ին նույն լիբերալ թևի օգնությամբ եւ այն ինչ որ լինում է հիմա նույն գծի մեջ են։ Ինչ որ չափով համաձայն եմ, ինչ որ չափով։ Բայց եւ համաձայն նույն այդ ձեր ասած փաստերի, ես գիտեմ մեկ բան։ Այն ուժը, որ կատարեց 1999 թվականի հոկտեմբերի 27, նույն ուժն էր, որը մինչև օրս փորձում է մեղրին կտրել Հայաստանից եւ Սյունիքով միջանց տրամադրել, նույն գիծն է գնում։ Ովքեր են դերակատարները, ով ում կնպաստի, ով ում կաջակցի, արդեն էական չի, բայց ծրագիրը կարևորը մենք հասկանում ենք, որ ծրագիրը նույնն է։ Մեզ ամեն ինչը դադարեցնելու համար մենք ունենք իսկապես լուրջ խնդիր ունենք։ Գիտեք, որ Սյունիքում բոլորը կան, բացի Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ նկատի։ Կա Ամերիկան, կա Ռուսաստանը, կա Իրանը, ընդհանուր Չինաստանը կա Ֆրանսիան, բայց Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի, այսինքն այդ տարածաշրջանի անվտանգային գերակայությունները, շահերը գիտակցող եւ պաշտպանող պետություն, հա, բացի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, հասկանալի։ Պետություն որպես այդպեսին գոյություն չունի։ Տնտեսական ներդրումներ գոյություն չունեն, կոմունիկացիաներ գոյություն չունեն, մեծ հաշվով, դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով, ուզում եմ բերել այդ նույն հարցին։ Տղերք, գուցե հիմա չխոսենք այդ թեմաների մասին, եկեք լուծենք այս խնդիրը եւ այդ անտագոնիզմը վերացնենք միմյանց նկատմամբ։ Իրար չհավատալով, չվստահելով մենք նիկոլ չենք տապալի։ Երբ որ կհասկանանք, թե ինչու է ընտրված այս ժամանակահատվածը հատկապես այդ մասին դարձի շրջանը սյուր է լինելու խոսելու կհասկանանք, պետք է հասկանալ ինչու հիմա, ինչու է հիմա դա արվում եւ այս այն ամեն ինչի մասին ինչ որ մենք խոսեցինք դրանից անջատ բան չէ, ես ուզում եմ ասել։ Լրացնող է։ Երբ որ մենք կփորձենք դա խորքային հասկանալ ինչու հիմա, շատ բան պարզ կլինի։ Մինչ մենք զրուցում էինք, պարոն Գասպարյան, ես մամուլի հաղորդագրություն ստացա, փաստորեն իր Սյունիքի մարզ կատարած այցն է ամփոփել Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը, նաև այցելել է Սուրբ Հռիփսիմեի պատմական եկեղեցին, այսինքն տարբեր հանդիպումներ է ունեցել տարբեր շրջանակների հետ, բնակիչների, առաջնորդների հետ նշվում է եւ այլն, իր աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ասել է նա, ողջունել այդ ամբողջ գործընթացը։ Պրոցեսները շարունակվում են, նաև
Այդ ամբողջ այցի նպատակը այդ վերջին նախադասությունն ասելն էր։ Որ ողջունում են այս խաղաղության, հա, բանակցությունները։ Նաև մի տեղեկություն էլ հաղորդեմ, մենք խոսում ենք Գյումրիում կրքերը լարված են, այո, բորբոքված են։ Մայր Հայաստան դաշինքի փաստորեն գրասենյակում են խուզարկություններ կատարել վաղ առավոտից ոստիկանությունը եւ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները, նույնիսկ մարդ են տարել իրենց հետ, արդեն 1 ժամ է, ինչ հակակոռուպցիոն կոմիտեում խոչընդոտվում է փաստաբանն է գրել հանդիպումը վստահորդի Գյումրիից բերման ենթարկված Էմմա Գրիգորյանի հետ եւ այլն, նաեւ հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկություն են նաեւ սկսել մեր քաղաքը Դաշինքի Գյումրիի քաղաքապետի տեխնացու Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում իրավապահները այս պահին տան մոտ են եւ ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն։ Դրանից առաջ էլ Վարդան Ղուկասյանի դեմ էր գործողություններ արվել, Ռուբեն Մխիթարյանին կանչեցին, հա, վարորդական իրավունքի համար, ինչ որ Երևան կանչեցին, հա, կտրելով քարոզարշավից։ Գյումրեցիները ինչ հետևություն պետք է անեն, սրանով ամփոփենք եւ ինչ պիտի հասկանան այս ընտրություններով, ինչ են ընտրելու, ում պետք է ընտրեն, զգոն լինեն, ինչի նկատմամբ ուշադիր լինեն։ Այս ամեն ինչը ինչու սաստկացավ այսօր, որովհետև 3 այդ հիստերիկը այդպեսի ելույթ ունեցավ ազգային ժողովում։ Հա, այդ ինդուլգենցիա էր բաների, հա, ինչ ուզում եք արեք, ազդանշան է տալիս, եթե ես ասում եմ, որ ձեր բոլորի շեֆերին ծեփեմ պատերով, չգիտեմ ինչ, դա նշանակում է, որ ձեր ձեռքերը ազատում են պիղատոսը, ինչ ուզում եք գնացեք, բայց չեն հասկանում սրանք ինքարկի տահաս են տիկին սերան, որ չեն հասկանում, որ Նիկոլը սրանց էլ է փորը տալու։ Ինքը գնաց, ինքը վերջում գիտեք ինչ անել։ Ասել եմ մի անգամ, 2, 3, 10 անգամ, ինքը ասելու է ես գիժեի, թուղթը անելու, ասել է 4-ի B ունեմ մոտս։ Հոգեբուժարանից։ Բա դուք ստեղ պետություն չկար, անվտանգություն չկար, ազգային անվտանգության ծառայություն։ Սա է ձեր պահած պետությունը, 30 տարվա գեներալներ։ Իր համար գեներալի կոչում շնորհելը եւ պատվազրկելը 1 րոպե էր, չէ՞։ Մենք տեսանք Փիլոսյան Անդրանիկի դեպքը, Տիրան Խաչատրյանի դեպքը, մարդը, որը հերոսական գործողություն է օրինակ արել, դրա համար է շնորհվում իրեն, հետո դատաստան։ Սա արժեզրկում է ամեն ինչ, պարզ է, գաղափարը բարձրացնում է, սկսում են բոլորը խոսել դրա մասին, հետո արժեզրկում է երկրորդական պլան է տանում։ Ինքը, ինչպես ասում են, այսպես մազի պես բանի միջից, խմորի միջից դուրս է գալիս, անվնաս։ Հիմա նույնն էլ այստեղ անելու։ Դե ասի ես գիժեի, թուղթ ունեմ։ Ինչու որովհետև եթե գիժ է, դե ազատվում է պատասխանատվությունից, այդ թվում քաղաքական։ Հոգեկան առողջության հետ խնդիր ունեմ, դե ասի։ Ոչ adekvat եմ եղել։ Դուք ուրեիք, պետություն չկար այստեղ։ Հիմա այս ամեն ինչ ինչ համար եմ ասում, որ մեր գյումրեցի, մեր հայրենակիցներին իրենք էլ շատ լավ երևի հասկանում են, որ սա կարող է որոշ նշանակություն ունենալ Գյումրիի ընտրությունը։ Փորձելու է իշխանությունը ուզուրպացնել Փաշինյանը, անկախ փաստից։ Եթե ընդդիմությունը հաղթեց, հետո ոչ իշխանական տեխնացու հաղթեց, փորձելու։ Մամիկոն Ասլանյան դեպք ունենք, Ալավերդու դեպք ունենք, Փարաքյանի դեպք։ 27 տարի մարդը նստեց։ Այսինքն ինչի համար Մամիկոն Ասլանյանը նստեց, որովհետև հաղթել էր Փաշինյանի տեխնացուին։ Բայց այստեղ իմ հորդորը, 3 հորդոր ունեմ ես Գյումրիի մեր հայրենակիցներին։ Նախ ապահովել բարձր ընտրական մասնակցություն։ Սրա վրա կանգ չեն գարում, մենք անդադ ասում ենք իշխանությունը սենց է։ Ընտրական մասնակցությունը պետք է բարձր լինի տիկին սերանը։ Մասնակցեք շատերը։ Որովհետև ամենաբարձր մասնակցությունը 2017 թվականն է եղել, կարծեմ 45000 ընտրող է եղել 109000 պետրեգիստրում գրանցվածներից։ Այս վերջին 2021-ի ընտրություններում 32000 է եղել մասնակցությունը, այսինքն գրանցվածների 1/3-ը, 25-30% է եղել մասնակցություն։ Եթե մենք կարողանանք ապահովել դրթել մեր հայրենակիցներին գնան մասնակցեն, ընտրեն, շատ ավելի լավ, որովհետև իրենց չմասնակցության պատճառով իշխանության տեխնացու, որը վարչական ռեսուրսների տիրապետելով եւ այլ, իր կոեֆիցիենտը, իր տոկոսը այսպես ավելի է բարձրանում։
որքան շատ մարդ մասնակցի, այդքան քիչ կլինի հավանական, որ իրենք այդ տոկոսները իրենց չգնա։ Սա մեկ։ Երկրորդը, ես ունեմ սկզբունքային մոտեցում այս հարցում, չընտրել այն տեխնացուին, որի երաշխավորը ԿՊ-ն է։ ԿՊ-ն հայտարարել է Սարիկ Մինասյան։ Սարիկ Մինասյան։ Ես ունեմ հստակ կեցված հստակ մոտեցում, որտեղ համարում եմ, որ ԿՊ-ի ներկայացրած տեխնա, ես այդ անձին ոչ ճանաչում եմ, ոչ բան, չգիտեմ, չեմ էլ հանդիպել, միայն TV-ով եմ տեսել, այսպես ասեմ։ Բայց քանի որ ԿՊ-ն է իրեն երաշխավորում, ինձ համար ինքը պերսոնա նոն գրատա է այդ առումով։ Իհարկե գյումրեցիները շատ լավ գիտեն ով ու մարբանյակն է այդտեղ։ Շատ լավ գիտեն ով է ֆիկտիվ ներկայացված, ով չգիտեմ ինչի դիմաց, ով Նիկոլից փողավերցել որպես կապիկություններ անի, սանի դանի։ Ամենայն դեպս առերևույթ ընդդիմադիր կեցված հայացք ունեցող 4-5 տեխնացու կա այդ 9-ից առերևույթ, որոնց կարծում եմ շանսերը բավական մեծ են ավականի կազմելու հարցում, ոչ թե առաջին տեղը զբաղեցնելու։ Հնարավոր է 4 ուժ, հա, կազմի ավականի հնարավոր է 3-ը, բայց որ այս պայդրությամբ նույն ձեր նշած մարդիկ, որոնց գրասենյակներ են մտել եւ սկսել են խուզարկություններ անել, նրանք պոտենցիալ ունեցող այն քաղաքական ուժեր են, որոնք լուրջ մասնակցություն կարող են ունենալ կամ խանգարել միահեծան իշխանության ձևավորմանը Գյումրիում։ Այնպես որ մեր հայրենակիցներին Գյումրի ես կհորդորեմ անպայման գնալ մասնակցել, ապահովել բարձր մասնակցություն։ Ես ունեմ իմ նախընտրած տեխնացուն, իմ ընկերը, իմ ճանապարհի ընկերը, իմ պրոֆեսիոնալ ընկեր Ռուբեն Մխիթարյանն է։ Ես ունեմ իմ տեխնացուն Ռուբեն Մխիթարյանն է։ Այո, ես Ռուբենին բոլոր առումներով աջակցում եմ, որովհետև համարում եմ, որ իր նման ազնիվ, իր նման պրոֆեսիոնալ հայրենասեր եւ կարող ուժ, որը մեր պետությունը կարող է գաղափարական եւ արժեքային առումով մեկ քայլ առաջ տանել եւ ստանձնել պատասխանատվությունը, չընկրկելով եւ չվաճառվելով հենց այդ անձանցից մեկն է։ Շնորհակալ եմ, պարոն Գասպարյան, ինչպես միշտ շատ հետաքրքիր զրույցի համար, իհարկե շատ գաղտնիքներ եւ վտանգավոր բաների մասին խոսեցինք, գաղտնիքներ բացահայտվեցին։ Հիշեցնեմ իմ հյուրներ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների տեխնացու դոցենտ Աբրահամ Գասպարյանը։ Կհանդիպենք, հաջողություն ձեզ։